Եկո շարունակում ենք մեր դասընթացը, այսօրվա դասախոսությունը նվիրված է լինելու հայ-վրացական հարաբերություններին և Ջավախքի հարցին, բնականաբար դա այդ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Այսօրվա մեր բանախոսն է Վահե Սարգսյանը, պատմական գիտությունների թեկնածու, հենց այդ թեմայով, ոչ թե ուրիշ այլ թեմաներով, այսինքն ինքը զբաղվում է այս հարցով երկար տարիներ և մասնագիտորեն, պիտի նաև հաշվի առնել, որ Վահեն ինքը Ջավախքից է, հետևաբար շատ հաճախ լինում է և դերսից գիտի հարցը իր բոլոր դրսևորումներով։ Ներկայումս ևս ընդգրկված է մի շարք ծրագրերի մեջ, Ջավախքի հետ կապված, տարբեր բարեգործական, տարբեր հասարակական, քաղաքական, կարծում եմ ինքը հիմա Հայաստանի, եթե ոչ լավագույն մասնագետն է Ջավախքի, եթե համեստորեն ասենք, ապա այդ լավագույն երկուսից մեկը, թե զուգահեռ չեմ տեսնում, Վահեն մեր կենտրոնի համար Ջավախքի վերաբերյալ մի քանի գիրք է բերել, բավականին շատ, այստեղ դրված է, այսինքն հետաքրքրվողները կարող են հետագայում գալ մեր կենտրոնում ծանոթանալ նաև այս գրքերի հետ, որոշ գրքերը մի քանի օրինակից են, այդ մի քանի օրինակից գրքերը բնականաբար կարող են գալ նաև, որից որ շատ կա, տանեք և ուսումնասիրեք, որը մի օրինակից է բնականաբար չեմ գտա։ Առայժմ այսքանը ուզում եմ հիշեցնել սկզբից բանախոսը երևի մի 35-40 րոպե հարցը կներկայացնի, ապա քննարկումների հարց ու պատասխանի համար ժամանակ կտրվի, հարցը ձևակերպեք, խնդրում եմ հստակ, հնարավորինս կարճ, ներկայացեք ով եք, որտեղից եք, որպեսզի նաև իրար ծանոթանանք, իսկ եթե ասենք ելույթը առարկությունն է, այդպես էլ ձևակերպեք, որպես ասենք առարկություն, բայց եթե հարց է աշխատեք հստակ լինի։ Առայժմ խնդրեմ Վահե։ Շնորհակալություն, լսվում է, հա։ Շնորհակալություն, պարոն Պապյանը շատ պատամորեցնող այսպես բնութագիր տվեց, ես չեմ հավակնում այդպիսի ներում, բայց կփորձեմ այսօր ամեն ինչ անել, որ դասախոսությունը իրոք հետաքրքիր դառնա, ձեզանից շատ տարիքով չեմ, կարող ենք բանալիճել մեծ սիրով, ես ուսանողական տարիներից ուշադիր եմ եղել մեր հյուսիսային հարևան Վրաստանի հիմնահարցերին, ելնելով իմ ծագումից, Ջավախքյանին նկարագրից, քանի որ բազմաթիվ խնդիրներ ես որ մանկությունից տեսել եմ, հետո հետաքրքրել են ինձ և փորձել եմ այդ ամեն ինչի պատասխանը ստանալ։ Ես այսօր ոչ միայն ուզում Ջավախքի հիմնահարցը լավ հասկանանք, այլ նաև Վրաստան մեր հյուսիսային հարևանին ճանաչենք և պետականության, պետության իմաստով, վարչահիրավական իմաստով, աշխարհագրական իմաստով, նաև էթնիկ իմաստով։ Կարևոր է ճանաչել էթնիկ գործընթացները Վրաստանում, կրոնական գործընթացները Վրաստանում, որպեսզի կարողանանք լավ հասկանանք, թե ի վերջո շատ խնդիրներ որ կան ամեն օր հեռուստացույցով ԶԼՄ-ներով լսում ենք, ինչից է լավ դա վերջապես ասենք Ջավախքի հիմնահարցը, սահմանային հիմնահարցերը, չգիտեմ եկեղեցական հիմնահարցերը, բռնազավթված մի շարք հիմնահարցեր կան, որոնց որ պատասխանը այսօր լավ ճանաչելով Վրաստանը, մենք կարող ենք այդ պատասխանները ունենալ և վաղը մյուս օրը ես համոզված եմ, որ ձեզից շատերը քանի որ արդեն սա ակտիվ զանգված է, շատ ակտիվ մեր վաղվա քաղաքացիներն են, վաղվա մեր պաշտոնյաներն են, արտգործնախարարության աշխատակիցները Սփյուռքի մի շարք գեղատեսչությունների վաղը դուք հաղթատուտ ունենաք, ձեր ձեռքին ունենալով այդ ինֆորմացիան, քանի որ այսօր շատ պաշտոնյաներ, ասենք վարչության պետ են լինում, ընտրվում են տարբեր օղակներում կամ նշանակվում են, գալիս ասում լավ, այս հիմնահարցի պատասխանատուն են այս երկրի, մի հատ մյուս ծանոթանան այդ հիմնահարցի, շատ բաց է,
դաշտը, քիչ է մասնագետները, նամանավան վրացիների մատության հետ կապված շատ խնդիր կա։ Լավ, նախաբանը շատ երկարացրի, հիմա մի քանի հարցերի մասին ենք խոսելու։ Վրաստան, էթնիկ կազմավորումներ, ժողովրդի հիմնահարց, սահմանագծման մասին կուզենայի, թուրք մեծխեցիների հիմնահարցը, որը որ խոսենք Վրաստանի համընդհանուր թուրքացման համատեքստում, մուսուլմանական հիմնահարցը Վրաստանում, կրոնական առնչությունների մասին խոսենք Վրաստանի եւ այսպես, եթե արդեն հարցեր կլեն, արդեն ըստ հարցադրումների։ Մեզնից վերև դարերով մենք ընկած տարածքին անվանել ենք վերևներ կամ վիրք։ Քան հոգնակյակև ուրեմն իմաստունի եւ վերևներին, մեզնից վերև ընկած տարածքներին մեծ հայքի Տուգարք նահանգի անվանել ենք վիրք կամ վերևներ կամ վիրք, այսպես է։ Ուրեմն այստեղից նաեւ անվանումը երկրի Վիրաստան, Վիրքաստան, Վիրաստան կամ Վրաստան։ Բարձր, այսինքն նաև այստեղից նաև այստեղ ապրող ժողովուրդները կոչվել են վիրքացի կամ վիրացի կամ վրացի։ Վրացի ինքը էթնիկ անվանում չի։ Եթե ասում ենք վրացի, նշանակում է վիրքում ապրող ժողովուրդներ, որտեղ կարող են լինել հայեր, կարող են լինել գերմանացիներ, կարող են ռուսներ եւ այլն։ Ոնց որ հիմա ասենք հայաստանցի։ Էթնիկ անվանում իրենց տալիս են քարտվելներ, քարտվելներն էլ այսպես ամբողջ վրացական ժողովուրդներին Վրաստանում ապրող բոլոր ամբողջ ժողովրդական զանգվածը քարտվելներ չեն բոլորը։ Քարտվելները կազմավորվող ժողովուրդների, նախ ես մի փոքր կուզենամ անդրադառնալ թե այս ժողովուրդ ցեղ եւ ազգ հասկացողություններին, գիտենք 3 էտապներ են՝ ցեղ, ժողովուրդ, հետո ազգ, այսպես ասենք, հիմա մենք հայերս ազգ ենք, ինչով ենք տարբերվում ժողովրդից կամ վրացիներից, քանի որ մեր մեջ չկան ենթաէթնոսներ, չշփոթենք տարածքային ենթաէթնոսների հետ Ղարաբաղցի, աբարանցի, որոնք բնորոշվում են տարազով եւ բնորոշվում են ուտեստներով, բայց նրանք կազմավորված մեկ ժողովուրդ են նրանք եւ նրանք հայեր են։ Բայց Վրաստանում, քանի որ այս երկրորդ փուլում է գտնվում ինքը ժողովուրդ է մակարդակի վրա է, այնտեղ կան չկազմավորված, դեռևս կազմավորման process-ի մեջ գտնվող մի շարք ենթաէթնոսներ։ Այսինքն եթե հիմա դու ասում ես, որ մեկը վրացի է, այսպես ասենք, ներկայանում է, ինքը մոտ 12-15 այսպես կազմավորվող ժողովուրդներից մեկն է հանդիսանալու, բարձր։ Դրանցից մեկը քարտվելներն են։ Քարտվելներ, մեգրելներ, շատերին գիտեք, սվաններ, ճաներ, խևսուրներ, փշավներ, աջավներ, դիմերեցիներ, գուրիացիներ եւ այսպես շարունակ, թուշեր, նշեցի, այսպես 10-12 էթնիկ այսպես կազմավորվող ժողովուրդներ են, որոնցից հիմնական մասը պատկանում են իբերո-կովկասյան էթնո մեծ խոշոր լեզվաընտանիքի քարտվելական մակրոէթնոսի, այդ 3 բաներից է մեծ խոշոր լեզվաընտանիք, հետո մակրոէթնոսն է, խոշոր լեզվաընտանիք, օրինակ կարող ենք վերել հնդեվրոպական լեզվաընտանիքի օրինակը, մակրոէթնոսը կարող ենք վերել օրինակ սլավոնական մակրոէթնոսը, հետո արդեն էթնիկ հանդրություններն են մանր, որոնք որ ռուսներ, չեխեր, բելարուսներ եւ այլն այսպես։ Պարզ է ատվանում։ Հիմա այնտեղ իբերո-կովկասյան էթնոլեզվաընտանիքն է, քարտվելական մակրոէթնոսն է։ Քարտվելական մակրոէթնոսի մեջ մտնում են ինթորական ժողովուրդներից շատերը, բացի աբխազները, օսերը, չշփոթենք, ընդհանրապես կապ չունեն վրացական քարտվելական մակրոէթնոսի, քարտվելական միջավայրի հետ, օսերը գիտենք նրանք եվրոպական էթնոլեզվաընտանիքի իրանական ճյուղին պատկանող, իրանական մակրոէթնոսին պատկանող ժողովուրդներ են, նրանց քույրերն են քրդերը, քույրերն են պարսիկները եւ այսպես այդ մասին երևի վերացիչ պրոֆեսիոնալ ձևով կլսեք դուք, աբխազները նույնպես կապ չունեն ընդհանրապես, նրանք աբխազա-ատղական էթնոլեզվաընտանիքի մեջ մտնող մակրոէթնոսներից են, աբխազներ, աբազիններ, ղարաչայներ եւ այսպես Կովկասյան որոշ ժողովուրդների ցեղակիցներ են, այսպես ասենք, կապ չունեն ընդհանրապես վրացական քարտվելական մակրոէթնոսի հետ։ Հիմա քարտվելները գլխավոր բաներից ամենաուժեղ, ամենաթվով կարելի ասել մեծ ենթաէթնիկ հանրությունն է, որը որ իր անվանումը տարածել է ամբողջ այս ժողովուրդների վրա, պետության վրա, իրենք սա նախածանցը Թամվես տեղանման իմաստ է ստացել այստեղ, ինչպես մեր մոտ ստանը կամ աբատը չէ, վաղաշ աբատ, վաղաշի բնագեցման վայրը կամ դրա հակառակը անաբատ ունենք, չէ, աբատի հակառակը, անաբատ չբնագեցված տարած։ Այնտեղ էլ կան
Սա նախածանցը, որ դրվել են քարտվելներին եւ Սաքարթվելու հետ արծել իրենց երկիրը վրա քարտվելների բնակության վայր, բայց քանի որ այստեղ քարտվելներից բացի մի շարք ժողովուրդներ են ապրում այսպես, այստեղ արդեն սկսում են խնդիրները մեծ քանակությամբ։ Այսինքն այստեղից ինչ հասկացանք, որ այս ուրեմն երկրում ապրող ժողովուրդները դեռևս կազմավորման process-ի մեջ են, իրենց անվանումը, էթնիկ անվանումը չունեն, այսինքն եթե ուզում ես անվանել դու վրացի ես, դու այդ 12-ից մեկ այդտեղ լիքը խնդիրներ կան, մեգրելները իրենք չեն խոստովանում, որ իրենք խախտվել են, այսպես ներքին բանը, ասում ես մեզ մեգրել են, հետո եթե ասում ես ընդհանուր, եթե շատ չի հասկանում մեգրել ինչա, ասում ես վրացի եմ այդպես, բայց ինքը առաջի հերթին մեգրել է։ Նախ սոցիում ես կնոջ մի հատ հեռախոսազրույց լսեցի, շատ հետաքրքիր, մինչև չէի լսել մի քանի տարի առաջ, ասում եմ դուք ինչ լեզվով խոսեցիք, բա վրացեր են, այդպես թե տուրիստներ չէ, վրացերեն հասկանում եմ, բայց դու վրացերեն չէիք խոսում, նայեց ասեց մեգրելերեն էի խոսում, շատ հետաքրքիր, ես մինչև գիտեի, բայց անմիջական չէի լսել, նույնը սվաբներ, առանձին լեզու ունեն, առանձին իրենք մշակույթ ունեն, առանձին մեգրելական մշակույթն շատ հետաքրքիր այսպես նույն որոշները կան, որ այնքան չունեն, օրինակ շաբները, թուշերը, այսպես որոշները կան կրոնական իմաստով տարբերնակ աջարները, նույն պատմական եկերներն են, այստեղ հետաքրքիր խնդիրներ կան, այսպես։ Հիմա արդեն իմացանք, որ կազմավորման process-ի մեջ գտնվող Վրաստան փորձում է իր մեջ կլանել նաև այլ էթնիկ հանրությունների, հիմնականում դրանք քրիստոնյա զանգվածներն են, մուսուլմանները մի քիչ կրոնական համատեղությունից ելնելով չեն մասնակցում այս կազմավորման process-ին, հիմնական կազմավորման process-ի մասնակցել են այս ժողովուրդները քարտվելական, այնուհետև հաջորդ այսպես օղակը ներկայացնում են ոչ քարտվելական ժողովուրդները, դրանցից առանձնացնենք, որ դարերով մասնակցել են ձուլման այս գործընթացին, ժողովրդաստեղծման գործընթացին նրանք հրեաներն են, մենք տարասկզբին ունեցել ենք մեծ թիվ կազմով վրացախոս հրեաների մեծ համայնք, որը հիմա չկա, մասնակցել են հույները, բավականին մեծ թվով, մասնակցել են որոշ չափով ռուսները, որով ամենամեծ թիվը այս էթնո կազմավորման գործընթացների մասնակցել են հայերը եւ մասնակցում են, շարունակում են մասնակցել։ Ամբողջ նահանգներ տարասկզբին մենք ունեցել ենք հայկական, օրինակ Կախեթի ամբողջ հատվածը, այստեղ ես հիմա մի քիչ հետո ցույց կտամ, մի փոփոխեմ, որ դուք այստեղ այս ուրեմն այս հատված ամբողջ, այս Թելավի ամբողջ գավառը, ցարական Ռուսաստանի ժամանակ գավառներով է բաժանում, Թելավի գավառը եւ Սռնախը, այս ներքևը, այս երկու գավառները եւ Գորին, որը հիմա այստեղ մի հատ աշխատանք եք տեսնում ձեր սեղանին, ամբողջ Գորի գավառի հայության ճակատագին այստեղ ներկայացրել եմ, շատ հետաքրքիր գործընթացներով անցած հայություն եւ մասամբ նաեւ Քութայիսի, այս հյուսիսում որոշ հատվածներ Սաչխեր քաղաքը կա այստեղ, հյուսիսում այստեղ եւ հիմնականը Թիֆլիսի գավառը, քաղաքը եւ համանուն գավառը, շրջակա ամբողջ բնակավայրերը։ Այս հատվածները մեծամասամբ հատվածների հայությունը դարերի ընթացքում, այսինքն հիմնականում դա տեղ ունեցավ ամենամեծ այսպես ձուլման գործընթացը 19-րդ դարի վերջին եւ 19-րդ դարի վերջ 20-ի սկիզբ, երբ որ արդեն խորհրդային կարգեր հաստատվեցին, Բերիա Ստալինյան գրչի մի հեշտ հարվածով այս ամբողջ ռեգիոնների հայությունը, վրացախոս հայությունը, որ ռուսական վիճակագրների տեղեկագրերում պաշտոնական գոնե նշվում էին, չնայած ազգաբանորեն իրենք ներկայացնում են որպես վրացախոս հայերին չէին ուրեմն ներառում հայերի թվի մեջ, բայց գոնե հավատքով նրանք գրիգորյանականներ էին կոչում, գրիգորյան հավատքի ներկայացուցիչներ էին, այդ բաժնում էին ներկայացված, բայց խորհրդային շրջանում արդեն այս էլ վերացվեց եւ արդեն վրացական այդ կես թեզն էլ մեջտեղ եկավ, որ մենք ունեցել ենք գրիգորյան մեծ թվով վրացիներ, գրիգորյանական այս մեր ամբողջ հզոր համայնքը ժամանակի ընթացքում հայեր անընդհատ փորձել են խլել մեզանից, խլել, վերջում չի ստացվել, հիմա մի խոսքով ամեն ինչ լավ է, գրիգորյան հավատքի հայերին այս ամբողջ
դարաշրջանի 19-րդ ով թերթեր ուզում հրատարակել, ով ուզում էր հետ վերել քահանաներ կլնեին, ուսուցիչներ կլնեին, դատապարտում այսպես լուտանքներ էին թափում, որ ինչու ենք մեր դարերով, ասենք մեր եղբայրակիցներ Թախնիշվիլիներին, Թումանիշվիլիներին, այնտեղ Մամուլաշվիլիներին եւ մի շարք հայկական ազգանուններ, որոնք դարձել են վրացական, իրանք ուզում են մեր եղբայրակիցներին խլել մեզանից։ Եվ խորհրդային շրջանում փակվեց այս թեման եւ իրենք արդեն վիճակագրության մեջ նշվեցին որպես զդարի վրացիներ, այսպես ասենք։ Այս ուզում պատկերացնենք էթնոկազմավորման այս ամբողջ գործընթացը, որի փաստորեն մի հատ կարևոր օղակը ներկայանում է Ջավախքը, հայկական, քանի որ Թիֆլիսի հատվածը մի փոքր տարբերվում է Ջավախքից, ինչպես նշեցի արդեն մնացած օղակների հարցը կարծես թե փակված է, նրանք արդեն նրանց ներկայացուցիչների միջայլոցի հայտ են գալիս տարբեր պաշտոնյաների տեսքով, ասենք Սահակաշվիլիների, Մերաբիշվիլիների, չգիտեմ, այսպես Մերքինգուրների, նախագահների տեսքով։ Հիմա Թիֆլիսի հատվածը մի փոքր այլ է, քանի որ դա մայրաքաղաք է, այնտեղ մի փոքր այսպես ջուրնալ պրոցեսները այլ մեթոդներով են տարվում։ Հիմնական խնդիրը Ջավախքն է։ Ջավախքի ուրեմն մասին նշեմ, ինքը ուրեմն Հայաստանից հյուսիս գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ներկայումս իր պատմական հայրենիքի վրա ապրող միակ հայկական հատվածն է, հայկական միջավայրն է միակ։ Մենք չունենք ուրիշ հատվածներ, որոնք իր պատմական հայրենիքի վրա ապրում են եւ Հայաստանի սահմաններից դուրս են։ Ինքը ունի մի քանի իմաստներ։ Մեկը բարոյական է, որ պատմական հայրենիքի վրա փաստորեն ինչպես Համշենահայերը, հա, համաձայն եմ, կներեք, Համշենահայերի թեման մի փոքր ուրիշ է, իրենք ամեն դեպքում նոր է պրոցեսները եւ այլն, բայց համաձայն եմ։ Այդ իմաստով երևի մյուս անգամ խմբագրել եմ խոսքը, ուրեմն նաեւ բարոյական խնդրից զատ, նաեւ ունի կարևոր ռազմավարական նշանակություն։ Ինչ իմաստով, քանի որ քարտեզին եթե նայենք, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շրջափակված են ոչ միայն ոչ հայկական տարրով, այլ նաեւ մուսուլմանական տարրով։ Բարձ է, այս հատվածը, որ մենք ուրեմն այս այս հատվածը, որ տեսնում եք, հիմա այդ մասին էլ խոսենք, որը որ առաջի հայացքից քրիստոնյա Վրաստանի սահմանակից այս հատվածը, սա է նույնպես ամբողջովին մուսուլմանական սահման է, մուսուլմաններով շրջապատված, քանի որ այստեղ եթե հաշվի չառնենք մեկ 12-13 արդեն վերջացող փոքր հայկական գյուղերը, որոնք որ հիմա խոսեմ ինչպես են դուրս մնացել Հայաստանի սահմաններից, հանրապետության, այն մնացած ամբողջ այս Դմանիսի, Բորնիսի, Մարնեուլի եւ Կարտաբանի շրջանները ամբողջովին ադրբեջանաբնակ է։ Ադրբեջանական զանգվածը գործոնը այստեղ շատ արագ չափով է հաստատվել, պատմական իմաստով եթե նշենք, մեր տարածքին այս հատվածներում հաշվվում էին հայերի հավասար թվով մոտ 25-30 հազար ադրբեջանցիներ, մոտ 20-25 հազար հայություն, այս հատվածում ես մի քանի, սա հիմա խոսենք, սա պատմական լորվա գավառի հյուսային մի քանի հատվածներ են, ամենայնպես մինչև Խրամ գետը, որ այստեղով հոսում միանում էր Քուրին, Քուր գետին, Մայր գետը, որ հոսում է այսպես, իրենք դարավերջին արդեն կազմել են մոտավորապես 380-400 հազար, 20-30 հազարից 60-70 տարի հետո 20-ականների ստատիստիկային տնայնենք ու 80-ականների մեջ արդեն խորհրդային շրջանի ավարտի վիճակագրությունը, այս մարդիկ կազմել են 400 հազար մոտավորապես, մի հատ հզոր
ադրբեջանական զանգված, որը որ լափեց ամբողջ ռեգիոնը, ջարդեց հայկական գործոնը, քանի որ այստեղ ամբողջ օրին մեր պատմական հայրենիքն է եղել, իրենք վրացիներն էլ աղբյուրների մեջ անվանում են այս հատվածին Սոմխիտ, հիմա այդ մասն էլ խոսենք, անգամ իրենց աղբյուրների մեջ է, չնայած իրենք Սոմխիտ ասում են Սոմեխները ի վրացական ցեղեր են, այնպես պատմական տեսակետ կա, իսկ Սոմխետին էլ մենք, քանի որ մեր վրացական ցեղերն են, այդ իմաստով դրել ենք մեր Վրաստանի այդ հատվածին, այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, ասում են իրենք, ուրեմն ջարդելով հզոր հայկական գործոնը, այստեղի հայությունը, ուրեմն մեկ ընդհատում ունեցել է լեզգիների արշավանքների շնորհիվ 1700-ականների վերջերին, հետո արդեն կար ժամանակ անց Ղարաբաղից մեծ թվով ուրեմն հայություն այստեղ նորից վերակենդանացրեց հայկական գործոնը, դրա համար հիմա տերի անվանումներին կցված են նաև Ղարաբաղյան անվանումներ, Արցախյան, ասենք Պոլիսի շրջանը կոչվում է ունի Պոլիս Խաչեն գյուղը, ունենք Տաղեթի հատվածը, որը որ կցված է Տաղեթ Խաչեն, այսինքն այս Ղարաբաղյան ուրեմն անվանումները, Արցախյան տեղանունների կցված է նաև, կցված է այսպես վերակենդանացվեց, հետո արդեն նորից ինչպես նշեցի, նորից հայկական գործոն այստեղից վերածվեց։ Այսինքն ես մի փոքր մանրամասնեցի, ինչպես տեսնում եք, ամբողջ մուսուլմանական այսպես ուրեմն բաներով ենք շրջապատված, հաստորեն զանգվածներով, ամեն դեպքում այդպես է ներկայանում, եթե մեր Արցախ Հայաստանի, ինչպես մեր բարեկամ համշինահայերի, եթե այսպես մի փոքր քննարկենք այդ խնդիրը, ամեն դեպքում խնդիրը իրոք բարդ է եւ Ջավախքը հաստորեն միակ կարևոր ռազմավարական իմաստով նշանակություն ունեցող տարածքն է, որը Հայաստանի Հանրապետության վրա կենսական նշան ունի, ազդում է կենսական նշանակության, ունի կենսական նշանակություն, այսինքն մենք արտաքին աշխարհ երկի ուրեմն բան ունենք այսօր, պրոբլեմ ունենք եւ դրա երաշխավորներից մեկը փաստորեն այս հայկական Ջավախքն է, եթե մենք հիմա ժամանակին բեռնափոխադրումները անցկացրել ենք այսպես այս Փոթիից եւ Բաթումից եւ Փոթիից այսպես 700 կիլոմետր եկել եւ հասել ենք Երևան ժամանակին մեծ դժվարություններով եւ այլն այսպես այստեղ էլ ադրբեջանաբնակ ուրեմն շրջանները անընդհատ քարոզել են ամանավանդ 90-ականներին այս Մարնեոլի հատվածում մենակ 93-ից 95 թվականներին մոտ տարեկես ժամանակահատվածում ուրեմն 34 անգամ պայթեցվել են մեր շարժակազմերը։ Այսինքն խիստ վտանգավոր մենք գոտում ենք գտնվում, եթե հաշվի առնենք Վրաստանի անկայունությունը եւ ադրբեջանական կողմի անդադ թելադրանք, այնտեղ նաեւ Բաքվի ակտիվ միջամտությունը կար, մեր Հայաստանի Հանրապետության նախագահ անդադ մեկնում էր Թիֆլիս, ասում էր, գիտեք, ինչ կա մեր շարժակազմերը պայթեցվել են, ադրբեջանական, այն ասում այո, պրովոկացիա է դա, մենք շուտով կարգավորենք, նրանք ասում էին, մերոնք ասում էին, դե հուսով ենք, շնորհակալ ենք դրա համար, բան, հենց հետ էին գալիս, մի շաբաթ հետո նորից էր պայթեցվում։ Մենք լրագրողները արդեն Լևոն Տեր-Պետրոսյանին հարց էին տալիս, թե չեք ուզում ձեր նստավայրը Թիֆլիս տեղափոխեք, որտեղ գալիս եք, հետո մի շաբաթ հետո նորից եք մեկնելու, քանի որ այսպես է վիճակը։ Ուրեմն հիմա այսքան ուրիշ է ուզում ասեի, այն ժամանակ էլ ինչ որ չափով թողել են մեր շարժակազմերը, հիմա էլ որ արդեն ճանապարհը սարքվեց Ջավախքով այստեղ ուրեմն Հյուսիսարավ մայրուղի շարունակությունը հանդիսացող Բավարայով գալիս է Նինոց Մինդա, գալիս է այստեղ Ախալցխա, հետո այստեղ գալիս է Խաշուր, այսպես իջնում է նավահանգիստներ, այս Աջարիայի հատվածով ճանապարհը հատվածը դեռևս ուրեմն կառուցման փուլում է, ցույց տամ Աջարիայի այս բանը։ Այս ճանապարհը որ կա, այս ճանապարհը կառուցման փուլում է դեռևս այստեղով շատ խորխորատներ կան, մեծ դեռնանցքային անցում, բայց շատ կկարճանի, եթե այսպես մենք կանք Բաթումի, այս Ախալցխան Ադիգենից, թե չէ Ախալցխայով մեկնում ենք բավականին երկարում է։ Սրա երաշխավորը դեռևս հայկական մնացած Ջավախքի հատվածն է։ Շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Ջավախքի մասին լսեցին, ավելի մոտիկից շփվեցին 2008 թվականի պատերազմից հետո, երբ որ այնտեղ Բաթումի լողափերում հանգստանում էին, այնտեղ բնականաբար ճանապարհները դեռևս վատ էին եւ Թիֆլիսով էին մեկնել, երբ որ ռմբակոծությունները սկսվել այդ հատվածը Գորի ամբողջ ռմբակոծվեց, Ջավախքով հետ վերադարձան եւ շատերը այնտեղ տեսան, որ
այստեղ հայեր կան այսպես, լավ ապրում են, այսպես ջանջիգարով էլ ընդունում են, կոֆե խմեցին, փրկվեցին, չգիտեմ, այսպես գերի էին մնացել, այսպես վերադարձանք, ես հայերն էլ այսպես այստեղ ապրում են, էլի։ Շատերը հայտնաբերեցին Ջավախքը, անկեղծ եմ ասում, այդ պատերազմը մեր լավագույն ձեռքբերումն էր, որ շատերը հայտնաբերեցին, որ այստեղ հայկական ռեգիոն կա, որով կարելի է անվտանգ դուրս գալ դեպի ծով։ Անվտանգ դուրս գալ դեպի ծով, այսինքն մի հատ էլ կոֆե խմել, մի հատ էլ կարող մի գնալ գիշերել մեր հայկական միջավայրում հաճելի է շատ, ոչ թե ադրբեջանցիները ռմբակոծել մեզ մարմնեուլում, այլ ջավախցիները կոֆե հյուրասիրել։ Այս կարևոր ռազմավարական նշանակության ուրեմն հատված է Ջավախքի հատվածը։ Ուրեմն ես իհարկե ուզում եմ նաև քանի որ ժամանակ շատ արագ է անցնում անդրադառնալ նաև ուրեմն սահմանագծման հարցերին, հետո ընթացքում հարցերի միջոցով նորից կանդրադառնամ։ Ուրեմն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև սահմանագծումը ներկա այս 206 կիլոմետրը արդյունք է ուրեմն 20 թվականի արդյունքում գիտեք խորհրդայնացվեցին մեր երկու ուրեմն հանրապետությունները այդտեղ ես չեմ ուզում պատմական հարցերի մեջ շատ բանա որտեղ մի քիչ ստանդարտի չէ որ Ջավախքը պատմական հայկական տարածք է եղել Գուգարք նահանգի գավառներից մի քանիսն են հանդիսացել ու Արցախի ճակատագիրը մոտավորապես բոլորը պատկերացնում եք լավ որ մեր բստկված հայրենիքի մի հատվածն է եւ բախտի բերումով այսօր այնտեղ հայեր են ապրում այսինքն գիտակցությամբ իրենց վեհությամբ իրենց ամենօրյա հնգիստուկացով վարկով եւ ամեն ինչով այնտեղ 150,000 ախալցխայից մինչև ծալկան հիմա քարտեզով կմանրամասնենք 150,000-անոց հայկական կուր կազմավորում կա այնտեղ Հիմա այս հատված սահմանային հատվածը առաջացել են ուրեմն 18 թվականին գիտենք մեր երկու եղբայրակից պետությունները կամ ժողովուրդները միշտ սառը հարաբերությունների մեջ են եղել, բայց տաք պատերազմ որպես այդպիսի երկու շաբաթ է տեղի ունեցել 18 թվականին ավարտին դեկտեմբերի 13-ի կողմերը սկսվեց, մինչև 31-ի դեկտեմբերի 18 թվականին ավարտվեց Դա ինչի արդյունք էր, քանի որ առաջի աշխարհամարտի պարտված Թուրքիան հետ քաշեց իր զորքերը, հետ քաշեց մինչև 14 թվականի խորհրդաթուրքական սահմանը, բնականաբար պետք է դատարկեր իր զորքերը ներողություն, ռուս-թուրքական սահմանը եւ պետք է դատարկեր իր զորքերը, այսինքն հետ քաշեց ամբողջ Ջավախքն մինչև այդ մայիսին բռնազավթել, Լորիում էին զորքերը ամբողջ տեղակայված Հետ քաշեց մեծ ջանքերի գնով, այսինքն հետ քաշեց, բնականաբար պարտվել է հետ քաշը եւ հերագրեց, որ այս Լորի եւ Ջավախքի հատվածները համապատասխան եւ Վրաստանի եւ Հայաստանի, որ ժառանգում են ձեզ։ Պրովոկացիոն քայլ արեց։ Եվ արդյունքում, երբ որ հեռացան թուրքական զորքերը, վրացիք եկան ասին մենք մեր օրինական ժառանգության ենք Իրանում, հայերն էլ բնականաբար հերագրեցին, որ մեր պատմական եւ ժողովրդական տարածքներն են։ Եվ այստեղ ծագեց պատերազմ, եւ նաեւ Լորիում վրացական զինվորները մինչև այդ որ տարբեր իմաստներով ռազմակալեցին, այնտեղ ասի մեկ ժամանակավոր ենք, նույն ձևով դեկտեմբերի 5-ին Մաղաևը կամ Մաղաշվիլու զորքերը մտան Ջավախ, եւ շատ լկտի էին բաղում իրենց, սարսափելի, օրինակ Օձունում, Ուզունլար, նախկին գյուղերում Ալավերդի եւ այլն այդ հատվածներում շատ լկտի էին բաղում բռնաբարության դեպքեր, թալանի եւ այլն, եւ Հաջազունին հրաման տվեց մաքրել այս տարածքները ամբողջովին եւ մի հատվածը Դրաստան Կանայանի գլխավորությամբ դեպի հյուսիս, մի ջոկատել դեպի Ջավախ, այսպես ամբողջովին մակրազարդելով բարձրացան վերև, բայց հետո տարբեր ուրեմն եւ բրիտանական արտաքին միջամտությունների արդյունքում որոշ տեղաշարժեր եղավ դեպի այսպես մոտավոր սահմանը եւ ուրեմն դեկտեմբերի 10-ին բանին 31-ին ժամը 12-ին իրիկունը հայտարարվեց զինադադար եւ հայտարարվեց զինադադար ուրեմն զորքերը մնացին այն տեղում որտեղ որ այդ պահին կանգնած էին եւ հետագայում արդեն ուրեմն բանակցությունների առարկա դարձավ այսինքն բան եղավ այսպես այդ պահին կանգնած էին հետո դրանից հարավ ընկած մասը հայտարարվեց Լորի Չեզոկ կոդի եւ այլն, այսինքն դարձավ արհեստական մի վարչական միավոր
պատկերացնում եք, այսինքն եթե զորքերը մի 10-15 կիլոմետր հյուսիս լնեին, Լոռու-Չեզոպոտի մեծ կներ ավելի այդ վարչամիավորը եւ հետագա բանակցություններում արդեն Լոռվա մասնատման հետ կոնե քիչ տարածք կորցնեին։ Լոռու-Չեզոպոտին դարձավ բանակցությունների սեղանի առարկա, այդ հյուսիս ընկած տարածքը այս բանից հատվածից, որը զորքերը այդ պահին գտնվում էին այս Այլումի եւ այլն այսպես եթե այս հատվածներում գտնվեին, Լոռու-Չեզոպոտին այս տարածքը կունենար եւ բանակցությունների արդյունքում գոնե կհանձնվեր կամ իրանց կմնար կամ մեզ կմնար, գոնե այսպես, բայց այստեղ այս դիրքով էր եւ բանակցությունների սեղանին դրվեց Լոռու-Չեզոպոտի հասկացողությունը, հետո խորհրդային արդեն ժամանակ 20 թվականի արդեն ավարտ, երբ որ այս անպտող բազարների արդյունքում երկու հանրապետությունները չկարողացան իրար մեջ լուծել այս հարցերը, Ստալինը ստեղծեց 21 թվականին հանձնաժողով եւ հանձնարարեց այդ հանձնաժողովին մայիսին, որ 21 թվականի, որ բոլոր այդ վիճելի հարցերը արագ լուծել։ Այնտեղ Նախճեվանի հարց, Ղարաբաղի հարց, Ջավախքի հարց, Լոռու հարց, Նախճեվանի հարցը մի քիչ բան էր, բայց ամենայնպես այդ երեքը 21 թվականի արդեն այդ հանձնաժողովի եզրակացությունների արդյունքում կոչվում էր բանի նիստերի հետագայում կուսակցական մարմինների նիստերի բաներում, պլենումներում, այնպես էր կոչվում Ռուսաստանի Կովկասյան բոլշևիկյան կուսակցության Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրո ՌԿՊԳ կողբյուրոյի պլենումների նիստերի արդյունքում 21 թվականի հուլիսին արդեն հուլիսի 5-ի նիստով հիշում եք ինչ եղավ, հիշում եք ինչ եղավ հուլիսի 5-ի նիստով ինչ ՌԿՊԳ կողբյուրոյի 21 թվականի հուլիսի 5-ում ինչ տեղ ունեցավ Ղարաբաղը տրվեց խորհրդային Ադրբեջանին, այդ ժամանակ նաև որոշվեց Ախալքալակի եւ ուրեմն բանի հատվածները խրամը գետ էր, որ հոսում է Ախալքալակի արևելքից Ծալկայի հատվածն է հիմնականում, սա պատմական թրեխ գավառն է, այստեղ չկա լավ հետո կվերադառնանք ցույց կտան, այս գավառները որոշվեց հանձնել խորհրդային Ադրբեջանին, այնտեղ Բեգզադյանն էր, որ հայկական կողմի ներկայացուցիչ բողոքեց, որ չի կարելի այսպես ամբողջովին հայաբնակ տարածքներ են, սրանք իրավունք ունեն իրենք միանալ Ալեքսանդրապոլի գավառին եւ խորհրդային Հայաստանին, այսպես որոշվեց առժամանակ հետաձգել հարցը, ներկայացնել ՌԿՊ-բան ուրեմն Վրաստանի կենտկոմի ուսումնասիրմանը եւ հետո ներկայացնել նորից հարցը կողբյուրոյի պլենում, կողբյուրոյի նիստին նորից 10 օր հետո պարզ է, որ Վրաստանի կենտկոմի ներկայացում հարցը նրանք չէին որոշելու, որ այո, սա ճիշտ է հայկական տարածք է եւ պատկանում է Հայաստանի եւ ճիշտ կանեք միացնել։ Պարզ է, որ նույն ասեցին հիմնավորումներ եղել է Թիֆլիսի նահանգի գավառում, տարածքում այս գավառները, Իգիչայլոս նույն բանով չէ, Ղարաբաղը, որ ասի Ելիզավետպոլի նահանգի կազմում է եղել եւ մենք պետք է, քանի որ կանձակը կամ իրենց բանով Գյանջան հիմա ասենք այդ ամբողջը պետք է մեզ պատկան։ Նույն ձևով այսպես որ տնտեսապես աշխարհագրականորեն Ջավախքը միշտ կապված է եղել Ախալքալակի խրամի հատվածները կապված են եղել Լանին Թիֆլիսին, հիմնավորում է որ պետք է մնա Թիֆլիսի բանի կամ խորհրդային Վրաստանի կազմում արդեն եւ այսպես էլ եղավ հուլիսի 16-ին այդ որոշումը վավերացվեց եւ մինչեւ օրս այսպես ու հետագայում արդեն հուլիս 21 թվականի որ երկու պետություններ էին արդեն այսպես թեև չճանաչված եւ այլն, բայց նրանք սահմանագծման հարցեր ունեին, սահմանի որոշման հարցեր ունեին։ Այս երկու խորհրդային մարմինները, որոնք կուսակցական այսպես կառավարական բաներ էին, որ միջազգային իրավունքի բանով Պարոն Բաղյան ձեզ եւ լավ այդ մասին կներկայացնի կամ ներկայացնել, իրանք չճանաչված ոչ միջազգային իրավունքի սուբյեկտ չէին հանդիսանում, բայց սահմանագծման ուրեմն բան իրականացրեցին, գործընթաց։ Եվ մի քանի ամիս անց նոյեմբերի 6-ին խորհրդային Վրաստանի եւ խորհրդային Հայաստանի միջեւ կնքվեց ուրեմն սահմանի մասին պայմանագիր, գիծ հավելվածով սահմանագծման ամբողջ այդ բանը այս կարմիր գիծը անցկացվեց կողմ ասած, այսպես ասենք, նոյեմբերի 6-ին, այսինքն խորհրդային ամբողջ այսպես կուսակցական ապարատի մարմինների որոշումը հանդիսացավ Հայաստանի խորհրդային եւ Վրաստանի սահման եւ արդեն անկախացումից ի վերել մենք չխմբագրեցինք այս որոշումը, չասցինք մենք անկախ պետություններ ենք, հիմա մենք ուզում ենք նորից վերստին անդրադառնալ եւ այլն այս սահմանագծման հարցին եւ
մինչև օրս մեր անկախ պետությունները այս կուսակցական մարմինների որոշումը հալածուի դեր են ընդունել եւ համարում են պետական սահման։ Բայց եթե մի տրամաբան ենք, եթե մենք հիմա Կարսի պայմանագիրը չենք բանանում, չէ, ասում ենք, որ Թուրքիայի պահանջներից մեկն է, որ ճանաչել Լախուրյանով Արաքսով անցնող սահմանը, որ մենք չենք ճանաչում, դրա համար ինքը նաև դրանցից ցեղասպանությունից ու Ղարաբաղի հետ նաև բերում ենք բանանում, որ չէ, ինքը շրջափակել է Հայաստանը եւ պահանջն է, որ ճանաչի, մենք ասում ենք, չէ, չենք ճանաչում, չէ։ Բայց մի քանի շաբաթ դա Կարսի 13-ի պայմանագիրն է նույն թվականին։ Մի քանի շաբաթ առաջ ընկած սահմանը ճանաչում ենք եւ ընդունում ենք եւ այլն, ես մի անգամ Օսկանյանին էլ հաստատեցի, ինքը բնականաբար բավականին ունեցած բաներ, Վրաստանը հարևան պետություն լինելով, հա, մենք խնդիր չունենք այնտեղ բան, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա հայտարարություն կարելի համարել, առնվազն այս սահմանի վրա գծել երկու պետությունների, անկախ պետությունների սահմանը։ Մենք առայք կուսակցական Բուդու Մդիվանի, որ ստորաբերեց եւ մեր Ալեքսանդր Միասնիկյանը, կարող է այդ պահին իրենք շատ լավ զգային կամ խմեին կամ չդեմ ինչ անեին, նա վերև գծեին կամ ներքև գծեին, նրանք են պետություն չէին, կուսակցական օղակություն օրինաց երկիրը եւ Վրաստանի, ասենք, լեյբորիստական կուսակցություն նստեն սահման գծեն, հետո դա այսպես։ Այս սահմանը դա է իրենց ներկայացնում։ Ահա։ Հա, ինչ է ուզում ասել, նա կարևոր բաներ ու այս սահմանի հարցներ անենք, ուրեմն այստեղ նաև 21 թվականին կնքված սահմանը չի նաև էսին։ Հետագայում մենք ունեցել ենք սահմանային լուրջ կորուստներ։ 30-ականների խմբագրման արդյունքում, դե ժամանակ այսպես սովխոզներ էին, եթե այս սովխոզներ խորհրդային Վրաստանի տարածքում կամ Կալինինոյի տարածքում կամ Ստեփանավանի չգիտեմ, ընդդեմ մեծ խնդիր չէր առաջացնի, բայց անկախ շրջանում սա արդեն հայկական գյուղերի պատկանելության, հայերենիքում մնալ չմնալու, հայազգի քաղաքացիների ուրեմն իրենց երկրում ապրել, չապրելու հարց է։ Հիմա տեսեք, այստեղ ուրեմն էսի մեծացնեմ, այս հատվածը դուք հիմա այստեղ կարդում եք գյուղեր, այս ուրեմն այստեղ կարդում եք Աղքյորպի գյուղը, այս բանով երևում է, չէ, հա, այսպես երևում է։ Աղքյորպի գյուղն է կարդում այստեղ կարդում եք Վրթաձոր գյուղը, սա միջազգայից ասեմ 34 թվականի քարտեզ է սա։ Այստեղ կարդում ենք Աղքյորպի, Վրթաձոր եւ այստեղ մի շարք տարածքներ, հա, Չանախչին ամենակարևորը, Չանախչի այս գյուղը, հա։ Այս 34 թվականի քարտեզը, հիմա նայում ենք ներկա քարտեզը։ Իրոք է։ Հիմա նայում ենք ներկա քարտեզը, սմոտիկացնեմ, որ տեսնեմ։ Տեսեք Աղքյորպի գյուղը որտեղ է գտնվում, տեսեք Չանախչի գյուղը որտեղ է գտնվում, արդեն Վրաստանի տարածքում, սա ներկա քարտեզն է։ Եվ նաև Վրթաձոր գյուղի հատվածն է ուզում ցույց տայի։ Հա, այս Մաղնեոլի շրջանը, վերևից եմ արդեն բան արել, տեսեք սա է Վրթաձոր գյուղը, էսա, որը 34 թվականի քարտեզում նշվում է մեր տարածքում, հիմա արդեն ներկա քարտեզում, այսինքն հետագա արդեն 30-ականների վերջ, 40-ականներ, այս գյուղերը մաս հանձնվել են Վրաստանին։ Այս փաստ օրինակ եւ այլն։ Բացի սրանից մենք նաեւ մի շարք ուսումնասիրություններ կատարեցինք, խորհրդային միության փլուզումից հետո էլ բազմաթիվ հատվածներ ոչ բնակավայրերի մասով, ամբարներ, ձորեր, սարեր, այսինքն մաս հանձնվել, ինչ ձևով, այսինքն այնտեղ պոստեր են եղել, խորհրդային շրջանում ստուգման անցակետեր են եղել։ Հետո այս պոստերով բնականաբար, եթե իրակ այսպես ասենք, այս սահմանը անցել է, պիտի այդպես լիներ, այդ պոստերով լիներ, այդ մեջտերի միջանկյալ զոնան, փաստորեն, որը էլի հայկական տարածք է, վրացիները օգտագործել են, պոստերը իրանց բանն են, պայթեցրել կամ վերանորոգել կամ չգիտեմ, ինչ-որ մի պատրվակով, եկել են առաջ, եկել, հասել են մինչև մեր բնակավայրերի բերանը, մինչև արդեն էլ առաջ գալու տեղ չկա։ Եվ այդպես կանգնել են։ Այնտեղ սահմանային աշխատողներն էլ ասում են, այնքան եկան հասան մեր բնակավայրն էլ առաջ գալու տեղ չկա, այսինքն այս ամբողջ միջանկյալ զոնան, այս 10 կիլոմետր ըստեղ այս Անտարևիչով, ասենք 3 կիլոմետր, այս սար առաջ մերն էր, մի 4-5 տարի առաջ, հիմա մերը չի այսպես։ Կն այստեղ էլ հետ խորհրդային շրջանում նաև ունեցել ենք սահմանային լուրջ կորուստներ։ Այսքանը սահմանի մասով,
Ես նաև բան անեմ, մի փոքր ազգաբաշխական բան տամ, ես նաև թուրք մեծխեցիների հետ կապված։ Տանպես Ջավախքի հատվածը շատ հետաքրքիր պատմություն ու հետաքրքիր անցյալ ունեցող հատված է։ Այստեղ ժամանակին այս աղբյուրների երկարության ապրել են տարբեր ցեղեր, ըստ երևույթին հայկական ցեղեր եւ մեսխերը, մեծ ցեղերը, դրանցից մեկն են հանդիսանում։ Այս բանի հատվածում, ուրեմն Ախալցխայի հատվածում, այս ամբողջ ուրեմն հատվածը կոչվել է նաեւ հայկական պատմական աղբյուրներում Մեսխունի, գավառը կոչվել է Մեսխունի։ Մեսխական էս ուրեմն զանգվածի ներկայության շնորհիվ։ Ինչպես այդպես շատ օրինակներ ունենք մենք, ասենք տարբեր օրինակ Սպեր գավառը, Սասպերների ցեղի Սվանսան, գավառների անվանումները շատ այսպես տարածված են, որ բնակվող ժողովուրդների հայկական ցեղերի անունով տվել են, եւ այս հատվածը կոչվել է Մեսխունի։ Ժամանակի ընթացքում նորից վրացական աղավաղումների արդյունքում այս մեսխական ցեղերը ես նշեմ, որ միջնադարում սրանք ծուրվել անհետացել են։ Միջնադարյան աղբյուրներում շատ կա, օրինակ եթե նկատում ենք Դավիթ Շինարարի Թամարի իշխանապետության ժամանակ, երբ որ արդեն ընկել էր Բաղդադունյաց պետությունը մեր, անին ազատագրվում է եւ հանձնվում է մեծ ազատներին։ Իրենք հետաքրքիր այսպես Արքունիքում բան են ունեցել, այսպես բարգականություններ, պաշտոններ են ունեցել կամ մեծ հական ջոկատը, ասենք Ախալցխայի հյուսիսում միացավ Թամարի դեմ ապստամբած զորքերին եւ գնացին դեպի մսխետական, այսպես շատ տեղեկություններ կան մեսխերի մասին, այն մեսխական մշակույթը, մեսխերի մասին լեզուն, իրանց պատմական անցյալը ներկան, բանը չի ուսումնասիրել ընդհանրապես։ Դրա համար շատ բարդ է հին քանի լեզուների տիրապետել հին վրացերեն եւ այլն, որպեսզի ամենահետաքրքիր փաստը, որ մենք մեսխերի մասին ունենք, դա շոտ հարուսթավելու Վրաստանի բանն է, պոեմն է։ Ոնց որ մեր ներողություն բան էպոսն է, ոնց որ մեր Սասնածռեր էպոսը, այնտեղ էլ շոտ հարուսթավելին հայտնի միջնադարյան բանաստեղծ ներկայացնել նրա բանով հեղինակությամբ ունենք ընձենավորը կամ բակրենավորը, այսպես անվանումով էպոսը հայտնի, որը նաև վրացերեն կոչվում է Վերքիս Տրաոսանի։ Այս ուրեմն պոեմում շոտ հարուսթավելին ներկայացնում է, որ ինքը մեսխ է, ասում է, եւ ես ահա պոետ մի մեսխ Ռուսթավելի անունն առած։ Եվ հիմա Նիկողայոս Մարը իր դասախոսություններից մեկի ժամանակ ուրեմն շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես գալիս, որտեղ ներկայացնում է, որ այս հորիզոն թերթից ես ուրեմն հայտնաբերեցի այս բանը, հատվածը, որտեղ ինքը ներկայացնում է, որ մեսխերը հայկական ցեղեր են։ Շատ հետաքրքիր տեսակետներով ինքը ներկայացնում է, հեսա չափազանց բնորոշ այն փաստը, որ ասում է դասախոսը, որ նշանավոր բանաստեղծ Ռուսթավելին ինքն իրեն համարում է մեսխի կամ ներկա բանով ինքը հա մեսխերին նաև նույնացնում է սվանների հետ։ Ասում է սկզբից ապրում էին Հայաստանի հյուսիսում, հետո տեղափոխվեցին Վրաստանի, որքի ասում մեսխի ցեղը, այսպես ապրում էր Հայաստանի հյուսիսում, ապա վերաբնակվեց Վրաստանի սահմաններում։ Այդ մեսխիները կամ սոմեսխիները խոսում էին հայերենի շատ հարազատ նման լեզվով, մինչև այժմ էլ հին մեսխի այժմյան սվան ցեղի խոսակցական լեզվում նկատելի են հայկական բառերը հայկականություն։ Իրոք սվանների հիմա ազգանունները յանով են վերջանում։ Ենթադրենք Ջանաշյանի, վերջին վրացիները ավելացրել են, բայց ենթադրենք շատ կան, Իոսելյանի, այսպես յան ազգանունները, հիմա վրացիները իրենք ետ չունեն։ Հիմա հայկական ազնագրերով, իմ ազնագին էլ ասենք, թե Սարգսյանը գրվում է վրացերեն Սարգիսյանի, Սարգիսյանի, այսպես իով։ Եվ այս շատ այդ բանը փաստը նաև խանգարում է, որ շատ Վրաստանի քաղաքացիներ հիմա չեն կարող անցնել Ադրբեջանի տարածք, որոնք սվանական ծագում ունեն, որովհետև այդտեղ յանով է վերջանում, իրանց հետ են ուղարկվում։ Չեն թողում Ադրբեջան անցնել։ Այսպես հիմա սա շատ հետաքրքիր է ինչու համար, որովհետև Նիկողայոս Մարը շատ լինելով անվանի կովկասագետ, կովկասագիտության հիմնադիր եւ այլն, այստեղ ես ուզում եմ, որ բանը այս բանանում ավարտենք, այլ հետո հարցերին ասում։ Լինելով հզոր կովկասագետ, ինքը մեսխական բանը ուրեմն շատ հետաքրքիր ձևով է մեկնաբանում, ու նաև այստեղից արդեն վրացիները հետագայում նորից տվեցին մեսխերի երկրին սա նախածանցը, հիշում եք քարտվելների երկրի իմ բանով ժամանակ, սա նախածանցը եւ առաջացավ սա մեսխի,
սա մեսխոր կամ մեսխերի տարածք, մեսխական երկիր, սա մեսխոն հետագայում դարձավ Սամցխե։ Սամցխե հատվածը, որ Ախալցխայի գավառն է ամբողջ, կցվեց Ջավախքին 94 թվականին վերածվեց մի վարչամիավորի, որը ներկայումս կոչվում է Սամցխե Ջավախեթի։ Սամցխե Ջավախեթի։ Այս նահանգի մասին է խոսքը։ Սամցխե Ջավախեթ, այստեղ 6 շրջաններ են, գծվեց Բորժոմի շրջանը, Ծալգայի այս հատվածը հանվեց, մտցվեց այս Քրեմոքարտի նահանգի մեջ, այդ տեսնում եք Ծալգա այստեղ այսպես։ Այսինքն այստեղ էլ 94 թվականի վարչական բաժանումները, որ Հայաստանից վերցրեցին, նահանգային բաժանում, իրանց մոտ նահանգներ ձևավորվեց, այս ամբողջ տեսեք ադրբեջանական Դմանիս, Բոլնիս, Մարնեուլի, գծվեց նաև Ծալկան, որը որ 13000 հայով բնակեցված, հույները այդտեղ կային գնացին, հիմնականում հայկական շրջան դարձավ մի որոշ ժամանակ, գծվեց, որպեսզի Ջավախքի կուռ այս ամբողջությունը մասնատվի։ Այսինքն հիմա ասում ենք Սամցխե Ջավախեթյան մեզ կան հայերն ապրում, միջազգային գալիս այն, ասենք թե եվրոպական պատվիրակության ներկայացուցիչ, ասում են այստեղ ինչքան հայերն ապրում, բան ժպտալով բանով, ասում են այստեղ 60% են ապրում կամ 50%, բայց իրականում այնտեղ 70-80%-ով հայերն ապրում։ Պարզ է, այսինքն այս արհեստական բանի արդյունքում էր նահանգ վարչաբաժանման, այսպես, հա, այս մեսխերի մասին մի քանի բառով ասեմ, ավարտեմ ես։ Ուրեմն իմ նշած այս ժողովուրդը անհետացավ, տեղը ժամանակի ընթացքում մուսուլմանացման գործընթաց տեղի ունեցավ։ Դա գիտենք մենք 1400-500-ականներից մինչև 1800-ականների սկիզբը, այսինքն ռուսական տիրապետության նվաճում բանում, այսօր Կովկաս, այս տարածքում հզոր մուսուլմանացման գործընթաց է տեղի ունեցել։ Այդ համշենահայերի պարագանել այստեղ կարող են քննարկել եւ այլն, մեսխեցի թուրք կոչվածները իրենք իրականում նաև այս մեսխերն են, որոնք որ մուսուլմանացվեցին, կորցրեցին գիտակցությունը, թե չգիտեմ լեզուն, այս ուսումնասիրման հարց է։ Նաև այլ հայերեներ են մասնակցել այս process-ին, գործընթացին եւ ձևավորվեց մի ուրեմն զանգված, որը որ կրոնով իրեն անվանում էր մուսուլման կրոնից ելնելով անվանում էր թուրք, թուրքը այստեղ ազգական ազգության իմաստ չունի, կրոնական իմաստ ունի։ Իսկ տարածքի պատկանելության իմաստով, քանի որ ինքն թուրքերի չէ, բանից Յակուտիայից եկած թուրքերին չէ, ինքը տարբերվում է թուրքերից, ես մեսխեցի թուրք եմ։ Այսինքն մեսխեցի մուսուլման եմ այսպես, թե այդ հայտնի չէ իր նախորդներ ովքեր են, ինչ են եւ այն սրանք 44 թվականի դրությամբ ուրեմն կազմել են մոտ 92000 ամբողջ Ջավախքի տարածքում, հիմնականում Ախալցխայի հատվածն են կազմել իրենք, այս կանաչները բոլորը, կանաչները մեսխեցի թուրքերի գյուղերն են նախկին։ Այսպես, Ջավախքի բանի Ախալքալակի հատվածում չեն եղել, մի քանի գյուղ, Սաղամո գյուղն է եղել այստեղ, որ գնացել են, այստեղ Պոգյա գյուղը վերևում եղել է, մի քանի գյուղեր են, հիմնականում Ախալցխայի հատվածը, մեջտեղում հայտնված է Դագայի Մասմինձայի հատվածը եւ այս Ախալցխայի գավառները։ Այսի 14 թվականն է, տեսեք, դուք ուշադրություն դարձրեք, ինչքան Ախալցխայի հայ բանում կարմիրները հայերն են, հայեր կան, կանաչները թուրքերն են եւ վրացական այս միջավայրում, այստեղ Ախալցխայի այս կենտրոնական հատվածում վրացի համարյա չկա, այս վերևը Բորժոմովան էս պետք չի շփոթել, այստեղ էլ հատ բանը Ախալքալակի հատվածը եւ նաեւ Ծալգայի հատվածը, որ այստեղ այս վերևի ուրեմն աճանկյունում տեսնում եք, ամբողջովին հայաբնակ։ Հիմա արդեն գալիս ենք 87 թվականի քարտեզը, դուք տեսաք, որ ամբողջ մեսխեցի թուրքերը 122 գյուղ, որ 44 թվականին Ստալին աքսորեց, ելնելով սահմանային այնտեղ պատերազմական վիճակ էր, Թուրքիայի ներխուժման վտանգ եւ այլն, համաշխարհային պատմությունով լավ գիտի, այս մասին լավ կհասկանա, թե ինչի քշեց այս մարդկանց Միջին Ասիա, այսպես։ Եվ այս 122 գյուղերից 60 ամայացան, այնտեղ գյուղ որ ասում ենք, մի քանի ասենք կարող է տուն լինեին, այսպես երթիկներով, ողացած բան, հիմա հետքերը կա։ Որ գնացին, փլվեցին, այդպես ամայացա, ինչ-որ մեծ քաղաքակրթություն չկար, այսպես ասենք, էլի։ Բայց այնտեղ գերդաստանները բնականաբար մուսուլմանական գերդաստաններին հատուկ մի ընտանիքում կարող է 50-60 մարդներ, ասենք։ Հիմա այս ամբողջ տարածքները վերաբնակեցվեցին Իմերեթից հյուսային վրա բանի այս շրջանեցուցի սնգած տարածքների Քութայիսի բանի այդ հատվածներից Իմերեթից վերված վրացիներով։ Այստեղ 60-ականներին ձևավորվեց արդեն
բանի արդեն ասպինձայի շրջանը այս կենտրոնը, այս կարմիր կապի շրջանը, որ կա, այս մեսխեցի թուրքերի գնացած տեղերը բերեցին և վրաց իմերեցիներով բնակեցվեցին, ինչի համար, սա ախալցխայի հայկական հատվածը, որպեսզի մասնատեին, անջատեին և ախալքալակի հայկական հատվածի մեջտեղում ստեղծեին մի վրացական սեր։ Հիմա այս բաները ասպինձայի ժողովուրդ բոլոր իմերետից եկած հիմնականում վրացիներ են, որոնք որ շատ էլ չեն գալ, 10-11 հազար են, որոնցից ամենա 3-4 հազար այս համալավ հզոր հայկական գյուղն է կազմում և այստեղ Ատիկենի շրջանը ձևավորեցին, էլի մեսխեցի թուրքերի գնացած ուրեմն տեղերում ձևավորվեց երկու վրացական շրջան, դե Ախալցխան արդեն սեղմվեց, ընթացքում հայերը կամաց հայկական գործոնը ջարդվեց և այսպես մի պատկեր առաջացավ։ Սա էլ ընդհանուր մեսխեցի թուրքերի հետ կապված մի քիչ ժամանակը շուտ անցավ, շատ բան կա ասելու, բայց նա հարցերին Շնորհակալություն, իհարկե ժամանակը շուտ անցավ, բայց մենք հարց ու պատասխանի համար ժամանակ ունենք մի 40 րոպե, ուրեմն անցնենք դրան։ Հարցեր։ Ով հարցում է։ Հարցը սետերյալը շատ ներկայիս իրավիճակը ներկայացնենք և արդյոք կա վրացական հանրապետության կողմից ճնշումներ ջավախարության նկատմամբ շնորհակալություն։ Մյուս հարցը ձևակերպել հետո մեկական հարց առայժմ, եթե ուրիշները հարց ունենան նոր։ Ներկայավիճակը նույն ես դիտնամ պատմական այս գործընթացները նշեցի էթնոկազմավորման, որ լավ հասկանան։ Հիմա Վրաստանը տանում է արհեստական այսպես ինտեգրացման քաղաքականություն, որ ամենտեղ խմբկահարվում է։ Պետք է ինտեգրացենք։ Այսքան ինչ անենք, սովորենք վրացերեն, որպեսզի մասնակցենք երկրի հասարակական քաղաքական գործընթացներին և լավ զգանք մեզ։ Այս ուրեմն արտաքին շղաշով ծածկված այս բանը, ուրեմն գործընթացը, այս քաղաքականությունը ներքուստ շատ հետաքրքիր հարցադրումներ իր մեջ պարունակում։ Նախ ինտեգրացում ինչ ենք հասկանում։ Վրացական միջավայրում ինտեգրացվել։ Թիֆլիսահայությունը կազմում է ներկայումս 82,000, դա պաշտոնական տվյալներ, իրականում 100,000-ից էլ շատ է, եթե ձուլվածներն էլ հաշվենք, ամբողջ Թիֆլիսն է հայկական։ Բայց պաշտոնապես գոնե 82,000 հայ։ Այս մարդիկ փայլուն գիտեն վրացերեն, եթե ձեր մեջ Թիֆլիսահայական կարող են վկայել։ Փայլուն գիտեն վրացերեն լեզու, չգիտեմ, մշակույթը եւ լավ ինտեգրված են, այսպես ասենք։ Ինչու իրենք լավ չեն ուզում, ինչու կա այս ուրեմն խտրական քաղաքականությունը, որ դու հաջորդ քայլը, հաջորդ փուլը պետք է քո համար լինի ազգանունը փոխելը, որովհետեւ դու դառնաս ինչ-որ պաշտոնյա, բանկի աշխատող կամ չգիտեմ ինչ այսպես։ Որոշ բացառություններ կան, բայց համընդհանուր երևույթը սա է։ Այսինքն ջավախքարությունը շատ լավ տեսնում, շատ լավ գիտակցում է։ Ես խորը այդ էթնոհոգեբանական բաներ ուսումնասիրել, թե լավ, այս ժողովուրդը դուք մի հատ հարց տանք մենք մեզ 1829 թվականից Ադրբեջանցի պայմանագրով եկավ Էրզրումի գավառներից բնակեցվեցին Ախալքալակի եւ Ախալցխայի գավառներում հայությունը։ Որոշ մասը Շիրակ եկավ, որոշ մասը Հյուսիսային Կովկաս, մեծ մասը, որոշ մասն էլ Ջավախքում հաստատվեց։ Սա վերակենդանացրեց նորից հայկական բան, ես այնտեղ Լորեի հատվածում նշեցի, բան Հյուսիսային Լորեի հատվածում։ Այստեղ էլ լեզգիների արշավանքների շնորհիվ տեղաբնիկ հայությունը 1700-ականների վերջին բան էր եղել։ Կոտորվել էր ամբողջ։ Հիմա բոլոր ովքեր Ջավախից են կարող վկայել իրենց բնակավայրերի կողքը կա հայկական գյուղի հետքեր, եկեղեցի ավերակներ եւ այլն։ Հետո նոր Էրզրումյան շունչ հաղորդվեց, բայց նաեւ կային տեղաբնիկներ, օրինակ մի քանի գյուղեր կան հիմա տեղաբնիկներ, իրենց Եղլական են անվանում, Բարալեթը, Փոկան, կան մի քանի գյուղեր։ Հիմա արդեն այդ ժամանակ վրացական նահանգների մեջ հաշվենք սկզբից Թիֆլիսի նահանգ, հետո որոշ հատված Քութայիսի նահանգի կազմում, հետո նորից Թիֆլիս, անկախ հանրապետության տարածքում էլ հաշվենք, որ մնացել է Վրաստանի կազմում, թեև վիճելի, այս խորհրդային Վրաստան արդեն 180 տարի է, 180 քանի տարի է վրացական, այսպես ասենք, նահանգների վրացապատկան, չգիտեմ ինչպես անենք, միջավայրում են այս մարդիկ։ Ինչի վրացերեն չեն սովորում այս մարդիկ։ Ինչի, այսինքն եթե մնաք հայերը գնում են Ֆրանսիա, Ռուսաստան, այսինքն եթե ես հիմա տեղափոխեմ, իմ երեխան մի քանի տարի հետո արդեն մանկաբարձ դպրոց եւ այլն, արդեն համարը հայերեն չի հասկանա։
մենք գիտենք լավ յուրացնել դրսի լեզուները, լավ մեզ ինտեգրվել, լավ մասնակցել ուրիշ ժողովուրդների կազմավորմանը, նամանավանդ որ Վրաստանում էլ էդի ահեղ պայմաններ կան դրա համար։ Ինչի չի սովորում վրացերեն, այսքան տարիներ է։ Իսկ այստեղ կան մի շարք գործոններ, նախ որ ամենակարևորը դա մտածողությունն է, հայրենի հողի վրա է ապրում։ Հայրենի հողի նայիր հայկական լեռնաշխարհի տարածքում ալու շատ հետաքրքիր է, ես ուսումնասիրել եմ այն համշնահայրենիքը շատ լավ վառ օրինակն է, որ 100,000 տարի անցնի մորթեները ինչ են անեն, թռեխքի լեռները, որ այստեղով անցնում են, այս հյուսիսով Ջավախքի, հասնում են մինչև Թիֆլիս, Հրյալեթի վրացերեն այրեն թռեխքի լեռները։ Սրանցից հյուսիս ընդած բոլոր հայկական բնակավայրերը, որը որ իրոք հայկական լեռնաշխարհից դուրս կարելի է համարել, այս ուրեմն Բաքվիրան, Բորժում, չգիտեմ, այսպես ընդեղ կան Գորի եւ այլն։ Հիմա էլ ահեղ տեմպերով ծուլվում են, ահավոր ձևի, այսպես օրինակ Բաքվիրան Ավանի այստեղի հայությունը, որը կեսի իմ բարեկամներն են, իմ աչքի առաջ վերջի 15-20 տարում ահեղ տեմպերով ծուլվել են, բայց Ջավախքի հայությունը դիմադրում է։ Նաեւ կա այստեղ վախ վտանգը տեսնում է Թիֆլիսում, մնացած տեղերում ապրող հայության ենթագիտակցության մեջ կա այս նստվածքը, որ ինքը վրացերեն սովորը շատ լավ բանել լեզու իմանալ եւ ինտեգրվել, բայց այս բարդադրանքները կամ հաջորդ փուլերում իրեն շատ լավ տեսնում են։ Հենց Ախալցխայում այդ բանը հիմա լավ կիրառվում է, այնտեղ Ծալկայի հատվածներում, որ արդեն լափում են գալիս են, Ախալքալայի հատվածն է մենակ մնացել։ Այս իմաստով Վրաստանը վերադառնում ձեր հարցին, որ իրականացնում է մոնոէթնիզացման կամ միաէթնիկ հանրություն ձևավորելու վրացականացման կամ որը քարտվելիզացման բանը ծրագրեր իրականացնում ամբողջ տարածքով։ Հիմա կրթական ծրագրերը վերցնենք, ես մի քիչ առաջ նշեցի այնտեղ հյուրերի, որ բոլոր ուրեմն առարկաները կենսաբանություն, քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա, որ դպրոցներում հիմա Ջավախքի մոտ 120 հայկական դպրոցներում անցնում են, որ իդեպ Հայաստանից չեն թողում, Թիֆլիսն է թարգմանում եւ բերում բան, Ջավախքի դպրոցներին վաճառում, ոչ թե բաժանում, այլ վաճառում, այնտեղ ամբողջը ուրեմն բան են միտված են ոչ թե ֆիզիկա սովորեցնելուն կամ կենսաբանություն սովորեցնելուն, այլ վրացերեն սովորեցնելուն։ Այս տարբեր բաներ են։ Ամբողջը միտված են դրան, այնտեղ ֆիզիկայից տերմիններից մեթոդներ են կիրառում, որ ֆիզիկայի միջոցով վրացերեն սովորեն, կենսաբանության միջոցով վրացերեն սովորեն, քիմիայի միջոցով վրացերեն սովորեն մարդիկ։ Այնտեղ այս process-ն է, մանկապարտեզ 10 բաներից հետո գալիս է այսպես։ Այսինքն այս մոնոէթնիզացումը հզոր մի հատ, ուրեմն իր բոլոր կողմերով կիրառվում է բանը կրոնական, այսպես իմաստով է ինչա այս Վրաստանի կրոնական քաղաքականության մասն շատ հետաքրքիր է խոսելը, բանի եկեղեցական քաղաքականության միջոցով, տնտեսական քաղաքականության եւ այլն մի շարք բաներով այս քաղաքականությունն է իրականացվում։ Նաեւ արգելքը Հայաստանի սահմանից գրքեր գրականության արգելման, որ աբսուրդի է հասնում արդեն, այսինքն հեքիաթների ուկրաինական ժողովրդական գիրքը 20 օր առաջ իմ ձեռից վերցրել, ասում չի կարելի տանել, հետ տարածում, ու կանել։ Ասում եմ ինչի ու կան, ասում եմ որովհետև մեր օրենքներով չի կարելի գրականություն տանել, ասում եմ բաններ, ասում ենք հիմա կպլոմբենք այդ գիրքը, բաները, տոպրակը, որտեղ օրացույց կային եւ ժողովրդական հեքիաթներ բան կային այսպես մի քանի, տանում էի երեխեքին տալուց։ Ասում եմ կպլոմբենք, այդ շատ լավ է, ասում պլոմբեք, որ ես տանեմ այնտեղ, տեսա որ ուրախացաբարում են, ասում եմ դե լավ, այսպես վերցրեք հետ ուղարկեք, չենք կանանում։ Այս ասում եմ աբսուրդ է, դուք աննորմալ եք ասում, ես նույնը կարող տանեմ, սկանանեմ, ինտերնետով չգիտեմ ինչով, սա չի կարևոր, հասկանում եք, կարևոր հոգեբանությունն է, որ ախպեր ջան, դու պետք է չկարդաս հայերեն, դու պետք է անես այն, ինչ մենք պարտադրում ենք քեզ։ Այս ամբողջ բազմաբոլորտ իմաստով, այնտեղ շատ չեմ կարող մանրամասնել, ժամանակ չկա, կիրառվում է ժողովրդական նկատմամբ այս քաղաքականությունը։ Թիֆլիսը որպես մայրաքաղաք, այս մշակեթի մեջ տեղափոխեն Ջավախ, որպեսզի կարողանան հայերի նման քայլով ինտեգրեն վրացական հասարակության մեջ։ Հիմա ըստ ձեզ դա արդյոք մի քայլ չէ, որով Վրաստանի իշխանությունները վախենում են, որ շուտ նրանք կկորցնեն այդ տարածքը։ Իրոք դրա միտված քայլը հանդես վրացական միջավայրում այդ վախը միշտ եղել է։ Իրենք նաև հիմա ասենք շատերը խոստովանում են փորձագետների բաներ խոսում, ասում են ախպեր
մենք տարածք ենք գործել, դուք տարածք եք նվաճել, այդ հոգեբանությունը կա, մեզ մի մեղադեր է շատ ասում եմ։ Բայց վախը միշտ կա, ընդհանրապես Վրաստանն ինքը շատ թույլ պետություն է, մշտապես եղել, քան մենք պատկերացնում ենք։ Դա ժողովրդավարության մասին էլ չեմ խոսում ընդհանրապես։ Ես մի այստեղ հետաքրքիր օրինակ բերեմ, որը ձեզ ինձ թվում է շատ կարևոր է, այստեղ ուրեմն ուրեմն ներկա Վրաստանը լավ պատկերացնելու համար եմ ես ուզում։ Տեսեք, այստեղ ցույց եմ տալիս 2000 ես որ բյուջետային վերլուծություն կատարեցի, մի թեթևակի փոքր, ասենք նստեցի մի քանի օրում, հանեցի իրանց բյուջետային հատկացումներ եւ այլն, որ տեսեք, այստեղ Վրաստանի բյուջետային բանը, այսինքն իրենց հետաքրքիր Սաակաշվիլի հետաքրքիր քաղաքականությունը 2003-ից 7 թվականներին այստեղ երևում է, չէ՞։ 3-ից 7 թվականների Վրաստանի բյուջետային հատկացումներն են, որ ասում ենք մենք ուրեմն Վրաստանը շատ սոցիալական, կրթական եւ այլն, տեսեք, ինչպիսի վախ կա իր մեջ, որ ինքը ինչ է արել ուրեմն, նախ որ նախապատրաստվել է պատերազմի 2003 թվականի պաշտպանական բյուջեն, տեսեք ինչ է, եւ 2007 թվականի պատերազմի նախորյակին ուր է հասնում, այստեղ թվերով էլ կան, կարող ենք բանանել, պաշտպանությունը 3.8%-ից հասել է 24%-ի, այստեղ թվերն էլ կան, որ 30 միլիոն դոլարից 1 միլիարդ մի քանի 100 միլիոն դոլարի է հասել, այսպես։ Տեսեք, բանը, սոցիալական պաշտպանության ոլորտը, ասում ենք Վրաստանը սոցիալական երկիր եւ այլն, ճիշտ է, ավելացել է փաստացի, բայց ելնելով բյուջեի ծավալների մեծացումից եւ այլն, այսքան նվազել է։ Բայց շատ չի ավելացել է։ Սոցիալական պաշտպան 21%-ից հասել է 10.5%-ի, կրթությունը 10.2-ից 7.5%-ի, ինչ է։ Ոստիկանությունը, տեսեք, 7.1-ից հասել է 12-ի համարյա։ Այսինքն ոստիկանություն եւ պաշտպանական ոլորտ։ Վրաստանի գերագույն խնդիրը սա է, ներքին կառավարելիություն, այդպես։ Միշտ էլ այդպես է եղել։ Ոստիկանները չափազանցային արտոնություններ են ունեցել։ Եվ քանի որ Սաակաշվիլին ինքը պատրաստվել է 2003-ից պատերազմի, 2007 թիվը մինչև ինքը նաև պաշտպանական ոլորտն է, ճիշտ է, հիմա իջել է, հիմա մոտ կես չափով նվազել է մոտ 600 միլիոն դոլարը, բայց նաև դա թույլատրելի սահմանից մի քանի անգամ շատ է միջազգային չափորոշիչներով։ Օրինակ Հայաստանինը միջազգային չափորոշիչներով անբավարարում են, թեև մենք ձևակերպում ենք այդպես, ուրեմն ինչն է խնդիրը, որ Վրաստանը մշտապես ունեցել է վախը։ Այս ձեր նշած հարցը դրանին է։ Մայրաքաղաքի տեղափոխման փաստը հենց որ։ Դա մենակ Վրաստանը չի արել, Պարսկաստանը միշտ քննարկել է Թավրիզ տեղափոխի, հենց Ղազախստանը, Աստանա տարա, որ ռուսական միջավայրը վերահսկի։ Շատ երկրներ կան, այդպեսին վրացիք էլ Ադրբեջան շատ լավ իրենք խելացի որոշում իրանց բանով, եթե կբերեն ամբողջ բանը կլցնեն Ջավախքում, արդեն թփրտալ չես կարողանում այսքան։ Այդ շատ լավ որոշում է, այս աննայուն չի ուզում բանել, որ Վրաստանը այս վախից ելնելով մշտապես իր նահանգապետերը եղել են անդամության ներկայացուցիչները։ Վրաստանը նահանգային կառավարման այսպես սիստեմի անցել 94 թվականից ի վեր, եւ նահանգապետերը Ջավախքի, Սամսկե Ջավախեթի նահանգապետերը մշտապես այս ոլորտի ներկայացուցիչներ են եղել ու շատերը հիմնական օրինաչափություն է եղել, որ Հայաստանի դեսպաններն են նշանակվել, հետո Ջավախ նահանգապետ։ Այսինքն հայկական միջավայրը շատ լավ տիրապետող, հայկական դեսպանը ինքը նաև չէ տեղեկությունների լայն բանկ իրար ունեցող, շտեմարան ունեցող մարդ է, ամբողջ ինքը նաև գնում այնտեղ ինքը արդեն Ջավախը հանգիստ կարողանում է կառավարելի դարձնել։ 96-ից 2002 թվերին Գիգլա Բարամիձեն հայտնի հայատյաց եւ շատ հայկական միջավայրի լավ տեղյակ գործիչ, որ նահանգաբաներ, դեսպաններ Հայաստանի, նաև նահանգապետներ որոշ ժամանակ հետո համատեղության կարգով նաև Ջավախքում։ Հետո արդեն նույնը Նիկոլոզաշվիլի, թե չգիտեմ, մոռացա բանը, այդ անունը հոդված ունեմ այդ մասին գրված, ուղղակի մոռացել տարիներ առաջ, այդ քաղաքատենտենցը շարունակում է։ Իմ հարցը ավելի շատ ինքնանվանման մասին, ասացիք, որ քարտվել են իրենց անվանում, արդյոք կա ինչ որ ծագումնաբանություն, ինչ է նշանակում քարտվել։ Մենք գիտենք, որ իրենք մեր վերևն են, վրացի ենք ասում։ Տենց ենք բացատրում, իսկ քարտվել չկա։ Չեմ կարող ասել թե քարտվել, բայց այդ քարտվել անվանման արաբերեն տարբերակով գյուրջի են ասում, ինչքան ես հիշում եմ, ընդհանրապես արաբական անվանումը նաև թուրքական այստեղից եղող գյուրջի կամ Գյուրջիստան են ասում, եւ այստեղից էլ
իրաց միջազգային անվանումն է, այնտեղ Ջորջիան, այնտեղ Գյուրջին դարձել են Ռուսերեն էլ Գրուզիա։ Գրուզիա, հիմա այս մարդիկ, որ վերջերս նամակներ են գրում Էստոնիա, Ճապոնիա, գրեցին, որ մեզ մի անվանեք Գրուզիա, անվանեք Ջորջիա։ Այն նույն Գյուրջիստան անվանումն է, Գյուրջի անվանումը տեսակն է, ռուսները այդպես են արտասանել, եվրոպացիները այդպես են արտասանել։ Բայց քարտվել Քարտվելը չեմ կարողանում, թե կոնկրետ իմաստով ինչ է այդպես։ Ես մի թեթևացնելով եմ իրական պատմություն պատմեմ, ուրեմն CNN-ը հաղորդում է, որ ռուսական տանկերը մտել են Ջորջիա։ Մեկը զանգանում է CNN-ի եւ ասում է, որ որտեղ են մտել, ես փողոցները նայում եմ, չկա։ Ասում դու որտեղ ես ապրում, Ջորջիայում եմ ապրում։ Խոսքը Ամերիկայի Ջորջիա նահանգի մասին է, այսինքն մարդը մտածում է, որ ռուսները մտել են Ջորջիա, այնպես որ փոփոխությունը միշտ է առաջանալու։ Այդպես է կան կներեք ես ավելացնեմ, որ ավելի լավ հարմանակ կներեք, որ վրացիուսանով Ամերիկայից նամակ եւ կամ ինչ-որ արդյոք է ծանոց է ուղարկում, նամակ է գրում է Ջորջիա։ Սա նամակում են նահանգ, անդադ հետո ասում են, չի հասնում, տուն չի հասնում մեր բանը, դա չի գրում Վրաստանի Հանրապետություն, գրում է Ջորջիա, գրում է նահանգ։ Հարաբերման շարժման ժամանակ Հայաստանը ինչ շանս ուներ Ջավախքը միացնելու Հայաստանին եւ այդ դեպքում Ալժիրիայի հարցը ինչպես է լինելու, մեկ էլ ապագայում ինչ շանսեր ունենք միացնելու Հայաստանին։ Իմ բանը ուրեմն դիսերտացիան տեխնոլոգիական ատենախոսության հանդիսանում է 80-ականների վերջի շարժումների պատմությունը Ջավախքի մինչև 90-ականների կեսեր, 2000-ականների սկիզբ, երբ որ արդեն մարեց կամաց այս շարժումները Ընդհանրապես ուրեմն Ջավախքում նույնպես տեղի ունեցել գործընթացներ, որոնք ոչ միտված են եղել նախ եւ առաջ Ջավախքարության իրավունքների պաշտպանության, դրանք եկեղեցական, կրոնական, լեզվական եւ այլ 88 թվականին հիմնադրվեց Ջավախ ժողովրդական շարժումը, Ջավախ կոմիտեին այսպես ասում, սկզբից վերակառուցման ժողովրդական շարժում էր, ելնելով տիրող վիճականից, քաղաքական, հետո դարձավ Ջավախ ժողովրդական շարժում, 90 թվական համագումար էր եւ այլն, բայց պարտվեց։ Այսինքն պարտվեց ոչ թե իր նպատակը Ջավախքը միացնել Հայաստանին եւ այլն, այդպիսի բան կարծեմ ծրագրային դրույթներ չեն ունեցել, ես փաստորեն նայել եմ, իրանք հիմնականում Ջավախքում լինի հայկական միջավայր, պաշտպանվեն իրավունքները, դպրոցներում չոտնահարվեն, չգիտեմ, չկերծվի պատմություն, այդպիսի դրույթներ ունեցել եւ ընդհանրապես արժանապատիվ հայկական կյանք Վրաստանի տարածքում Ջավախքում, բայց պարտվեց Պատճառները շատ հետաքրքիր են, այսինքն Ջավախքում երբեք հայեցակարգ չի եղել գործելակերպի, չգիտեմ, որքան էլ որ մենք շատ սիրենք պաշտենք մեր գործիչներին, որ հայ նվիրար մարդիկ են եղել, չնայած մեջներ ենքան են նվիրաններ շատ չեն եղել, որոշները, այսպես, այն ժամանակ մինչև հիմա էլ Ջավախքի մասին կոնցեպցիա չկա, ոչ մի տեղ չկա, այն Հայաստանի Հանրապետությունում էլ չկա, եթե հիմա պաշտոնյայի հարցնես Ծալգան ինչ է իրենց ներկայացնում, կարող շատ ազգային մարդ լինի, բայց սաղ Ծալգան Բեյրութի իշխան առնությունն ենք, այդքան էլ Ծալգայի, Ծալգայից ինչ ենք ուզում։ Կամ Ախալցխայի հատվածը, ո՞րն է Ջավախքի իրական, պատմական Ախալքալակի գավառն է, թե քաղաքական Ջավախք Ախալցխայով, Ծալգայով, լղոզված, այս քարտեզները որ կան, սրանք 2000-ականներ ցես կողմ են բանել են, ստեղծվել այս քարտեզները։ Այսինքն մինչև այդ Ջավախքի մասին շատ սիրողական մակարդակի եւ այլն տարբեր հիմա է ակադեմիական շրջաններում ուսաբանվում է, ասենք պատմություն է գրում քարտեզ եւ այլն։ Նաև Ջավախքի գործիչները չեն ունեցել պետականագիտության զգացումը, այսինքն Ղարաբաղը հաջողության հասել է նրա համար, ես զուգահեռները հետաքրքիր տարել եմ միշտ, որտեղ քիչ թե շատ այնտեղ վարչական տերիտորիալ եղել է, ինստիտուտներ են եղել, որ մարդիկ տեսել են, որ դա շոկոլադ է, դա պետականություն է որոշած։ Ջավախքում ամենաշատը շրջկոմի քարտուղար այսպես մարդիկ են եղել, որոնք որ այդ շոկոլադի քաղցրությունը չեն իմացել, ուզեն չուզեն, պիտի խոստովանեն քեսի։ Ջավախքում պատկերացումներ չի եղել մասին, թե ախպեր ջան, այս Ծալգայից են կողմ, այս Սարից են կողմ մերն է, թե չէ, ոնց անենք, պահանջենք, որտեղ մի նամակ Շևարդնաձեի 91 թվականին տեսնում ես գրված, որ Ախալքալակի գավառը մինչև այս Ասպինձա ուզում ենք մենք, որ այս անկախ տնտեսական տարածք լինի։ Մեկ էլ մի ամիս հետո նույն մարդը կամ մի ուրիշ կազմակերպություն նամակ է գրում Գամսախուրդյան կամ Շևարդնաձե, որ մենք ոչ ուզում ենք նաև Ասպինձայի հետ համատեղ տնտեսական տարածք։ Մեկ էլ երկու ամիս հետո նայում ես, ասում է
ախալցխան լինելով մեր պատմական ճակատագրով եւ այլն ախալցխայի հատվածներ մենք այս ռեգիոն ամբողջովին ուզում ենք ինքնավար լինի կամ չգիտեմ տնտեսաբանով մշակութապես ինքնավար լինի հետո մեկը ֆայնել է 97 թվականին ասում է մեզ սահմանադրությունը թույլ է տալիս Ջավախքում իրականացնել հանրաքվե թե դուք կողմ եք որպեսզի Ջավախքը այսպես ձևակերպում էր այնքան էլ շատ այդ որոշակի ձևակերպում չէ որ Վրաստանի կազմում լինի ինքնավար կազմավորում թե չգիտեմ այսպես հանրաքվեն էլ կասեցվեց ջարդվեց այդպես չտերիկ չունեցավ բայց տվագրվեցին թերթիկներ եւ այլն այսպես այսինքն կոնցեպցիայի բացակայության արդյունքում մարեց այդ Ջավախ ժողովրդական շարժումը նաեւ քույր կազմակերպություններ կային Փարվանա կազմակերպությունը այնտեղ կար մանր մուներ կազմակերպություններ կային բայց գլխավոր Ջավախ ժողովրդական շարժումը 2002 թվականին դարձավ ՀԿ Ջավախ հասարակական կազմակերպություն մի մասն էլ անջատվեց շարժման տեսքով բայց անունը կա ամոնում չկա այդպես կարելի ասել համարյա չգործող կազմակերպություններն էս էր վիճակը În վերջում այո երկրորդ հարցը դուք արդեն հարցը տվել բոլորն էլ տեղին հարց են տալ եթե կարծում եք որևէ կապ Չէ, այնտեղի մարդն Կանթարյան Դավիթ Հայաստանի պետական ծիսագիտական համալսարան ուզեմ մի հատ բան ճշտեմ էլի Ջավախայության նպատակը այսօրվա Հայաստանի Հանրապետությանը միանալն է Եվ կներեք երկրորդ հարցը դրա հետ կապված, եթե այո, ինչպես եք դուք պատկերացնում այդ գործընթացը եւ արդյոք չի բերի դա հայ-վրացական սահմանի փակմանը վերջի Ընդհանրապես Ջավախ իրոք այդ իմաստով, նաև Թիֆլիսը հայության իմաստով կարող է նշել, որ գերու կարգավիճակ կա, այսինքն եթե Ջավախը մի հատ ինչ-որ իրավունքի հարց է բարձրացել, նախ նշեմ, որ միանալու հարց չի քննարկվել այդպեսի, ոչ մի կազմակերպության օրակարգում, նիստում կամ չգիտեմ, կարող է ինչ-որ մի հատ մարդ սրտի խորքում ուզում է միանալ, վերադառնալ մեծ հայկի տարածք եւ այլն, բայց կոնկրետ պրակտիկ հողի վրա քաղաքական քայլերում Ջավախ հայությունը կոնկրետ գործում է 2003 թվականից Սանցտե Ջավախի եւ Քրեմոքարթի հասարակական հայկական կազմակերպությունների խորհուրդ, այսինքն միավորում է, քանի որ այնտեղ չկան գրանցված կուսակցություններ, Վրաստանը իր օրենքներով թույլ չի տալիս տարածքային կուսակցություն գրանցել, այնտեղ իր կուսակցությունը 99 թվականից փորձում է գրանցվել, չի կարողանում, հասարակական ՀԿ-ները, ինժեներներն են այստեղ շարժիչ ուժը։ Եվ այս խորհուրդ է ձևավորվել, լավ կառույց է, շատ անընդհատ բարձրացնում է Ջավախի իրավունքների հարց։ Այս միշտ խոսքը գնում է ամենառավելագույնը ինքնավարության մասին, որը որ Վրաստան օրենսդրությունը թույլ է տալիս եւ նաեւ այնտեղ քանի որ Աբխազիայի եւ Օսիայի հարցը կա, հետաքրքիր ասում են ինչու 60000 աբխազները կարող են ելնել զենք բարձրացնել, մորթել վրացիներին, վրացական գյուղերը ավերել, ոչ ամեն այլանդակություն անել, չնայած այլանդակությունը թողնել ինձ աբխազները, այդ իմաստով ասենք, քանի որ դա հագազդեցությունն է վրացական նույն այլանդակություններին, ասենք, բայց այս իմաստով իրենք վրացիների տեսանկյունից եթե նայենք, շատ վաղ են իրենք, բայց իրենց խոստանում են 60000 աբխազներին, չնայած այդքան էլ չկան բանը, ոչ թե խոստանում, այլ իրավաբանորեն սահմանադրորեն գործում է աբխազական պետական լեզուն Վրաստանում որպես երկրորդ պետական լեզու, այսինքն այնտեղ ինչ լինում է, ընդհանրենք ասում է Վրաստանի տարածքում գործող պետական լեզուն վրացերենն է, փակագծերում Աբխազիան նաև աբխազերենն է։ Այսինքն այնտեղ ինչ-որ թղթադրամներ են տրվում, չգիտեմ, օրենքները եթե ուրեմն ընդունվում են, տեղում թարգմանում են աբխազերեն, դարձվում են այսպես, այնտեղ ժամանակին կոդորի դիջուն էին, այնտեղ ժամանակավոր կառավարություն էին ստեղծել, այնտեղ էին տանում, որ հետո դա մի օր դի դրոշով գնար այսպես փառավոր իջներ Սոխոմի եւ բանաներ, դրանալ ղեկավար իրական վրա օրինավոր վրացական իշխանություն, բայց արվում է դա։ Ինչու 150,000 կոմբատ բնակեցված կրկնակի երրագի թվով շատ հայեր իրավունք չունեն, երբ որ միշտ իրենք Վրաստանի դժվարին օրերին 91 թվականին դա կարող են փաստել հիմա 2008 թվականին միշտ երբ որ կարող էին լապատկաները խփել ասել ախպեր ջան անկախ են մենք Վրաստան չկա 91 թվականին 94-ին 8-ին միշտ Վրաստանը վերահսկողություն համարը չի ունեցել այդ տարածքի նկատմամբ մեր գործիչները օրինակ որոնք այստեղ ավիացիոն բաներով զբաղվում էին որոնք ցակումով Ջավախցին վերտալյոտով գնում էին Գանձային տերանական օրեր էին մասնակցում ոչ այնտեղ հասնողը վերտալյոտը ռազմական ուր է ստանում սահմանին խպերջանից վերտալյոտի մեջ ինչ կա ինչ ուրիշ երկրի է բան չկար բաց էր ամեն ինչ բայց բանը է այդպես ինչ ուզում ասեի որ այս ուրեմն հավատարիմ են եղել հիմա մարդիկ օրինավոր պահանջ ունեն ուզում են որ հայոց լեզուն հայերենը որը որ դու դպրոցում դասավանդում ես հայերեն հայկական դպրոց է
մարդիկ բարձրագույն ուսումնական հաստատություն են ասում հայերեն։ Դու փող ես տալի դպրոցներին հայերեն որ սովորացնես, հետո ասում ես Շահբեժան, մեր մոտ վրացերեն ամեն ինչ, վրացերեն իմացեք։ Այդպես չի խտրական ձևով մարդը հարկ է տալիս, հայրապետի եթե պետության հարկ է տալի իր ազգային լեզվով վարչական իրավունքներ ունի, միջազգային մի շարք բաներ, պարոն Բաբյանը կարող է շատ լավ վկայել, այդ իմաստով կարող է նաև դասախոսություններ լինի, որ հարավոր երկրներում օրինակներ կան այդպիսի։ Այս մարդիկ ժողովրդական հակաները, NGO-ները, այս է պահանջում մտերել անդադ հողում անելով, ելնելով միջազգային այս ինչ կոնվենցիայից, այս ինչ օրենսդրությունից, լավ ձևակերպված պահանջները կան։ Այս է պահանջում Վրաստանի իշխանություններից ժողովրդահայությունը, այս պահին։ Հնարավոր է Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին եւ եթե այո, ինչ փոփոխություններ առաջ կգան հայ-վրացական հարաբերությունները դրանից։ Նույնպես վրացական այդ ուրեմն ռազմական բյուջեն, չգիտեմ, տարբեր իմաստներով, չգիտեմ, ՆԱՏՕ-ի եթե կետերը նայենք, Վրաստանը չպետք է անդամակցի, որտեղ չկարգավորված սահմաններ ունի, բայց եթե Կիպրոսի օրինակով վերցնենք, շատ լավ չեմ կարող ասել իսկապես, բայց ինձ որպես այդ Վրաստանի տնտեսական վիճակական եւ այլն որոշակի ծանոթ մարդ Վրաստանը միայն դեպի Ռուսաստան ապագա ունի, որքան էլ դա չգիտեմ, ցանկանան եւ այլն, որովհետեւ կապված է անմիջականորեն, այդպես է եղել, փաստ է, որ վրացական գինիների արտահանումը, չգիտեմ, դեռ իրեն ցիտրուսի արտահանումը տոննաներով, Եվրոպան իշխանել լավացնի գինիների որակական, այդ տոկոսը չի, այդ վրացական տնտեսական ծանր ճգնաժամն էր, որ Սաակաշվիլու հիմնական հանցագործությունը որն էր, այսինքն իր բանը, որ ինքը թողեց իր պաշտոնը, որ եվրոպական այդքան փողերը ինքը կարող է կիրառել երկիրը ինդուստրիալացնելու, ինդուստրիալիզացնելու, այսինքն արդյունաբերությունը զարգացնելու եւ գյուղատնտեսությունը զարգացնելու։ Չարեց դա։ Նա վերածեց երկիրը երկու ուրեմն ուղղության տարավ երկիրը։ Մեկը туриզմն է, որը փողաբեր լավ բան է, բայց տնտեսության զարգացման այդքան ավելի բյուջե չէր ձևավորում։ Туриզմը ցուցադրական, մենք Բաթումում շոր շենքեր ծամրացարկում, չգիտեմ, այնտեղ լողափերը գերեզգացնում, ճանապարհները, ճանապարհային ոստիկանությունները կարգավորում, որ մենք հեշտ ու հանգիստ գնանք փողեր այնտեղ թափենք կանք, այստեղ ասում ենք հələ ասում ենք ինչ լավ երկիր է, պատրոններ ուղեկցում են, այն չի պետք ուղեկցել, փող ենք տանում այդ երկիր։ Ոմերպես չէ, որ այնտեղ ասենք բավարարում դնեն պատնեշ, ասեն որ ախպեջան, դեսից եկած ավտոմեքենաներ 15 օրից առաջ չպիտի մնան։ 16-րդ օրը ծախսել այստեղ փող, վնաս է դա, պիտի հետ վերադառնան։ Թուղթ ես դրացնում, ասում 15 օրից լենականցի, ասենք, բանը դրացնում, ասում աղջան, նայի քանի օր ես մնալու, որ մուխտա չգնա օրերը։ Տարվա մեջ էլ 90 օր ես կարող մնալ այստեղ, քո մեքենայով, եթե ասենք 91-րդ օրը փող ծախսես, վնաս է մեր երկրի։ Բայց իրենք ամեն ինչ անում, ասում ախպեր արի, բացի տանկերով ու բաներով մի գարի, բայց ինչով ուզում ես արի, փող բեր երկրի։ Այդ քաղաքականությունը տարա Սաակաշվիլին եւ նաեւ մյուսը բան կոմունիկացիոն իմաստով զարգացրեց երկիրը։ Դա ինչ է, Թուրքիա ադրբեջանցիները հիմա բարձ երևում արծել, միլիարդներ են փոխանցել, ինքը սիրում է երկու բառ, փերով սկսող, փող։ Այդ փարքն է տվին, փողն է տվին, թուրքերը դեպերեցին, լցրեցին ամբողջ ռեգիոնը, հիմա ամբողջ Ճավախ միջով հոսող Թուրք գետը, Հարվանագետի, ամբողջ երկայնքը թուրքական դրոշները խփած, հիդրոէլեկտրակայաններ են սարքում, գարսախակարակ երկաթուղին բակամով կայքով հզոր հանդուցակետ է սարքում, հզոր շատ, բեդինելու է մեծ քաղաքատիպ ավան էսպես, որտեղ ամբողջ ենթակառուցվածքներով, սպասարկման օջախներով, հյուրանոցային համալիրներով, որտեղ թուրք գործարանները գալու են Իջևանեն, ադրբեջանցի կես կողմից են հանդիպելու, իսկ օղակ է այստեղ ձևավորվում։ Սաակաշվիլին ասում ախպեջան, արեք, հիմա այս մարդիկը նոր եկողները, ասենք կասկածելի է սա, ինչի, որպեսզի թուրքերը վախենան, ոչ թե վախենան, այլ հասկանան, որ նոր իշխանություն է, այս մարդկանց պետք է փողը տան հիմա։ Գնացին Թուրքիա, Ադրբեջան, հենց Իվանիշվիլին, հիմա էլ ես մեր Մարգոն է գնում, Մարգելաշվիլին է գնում։ Ու ասին ախպեջան, փողը մենք ենք հիմա, մենք ենք հիմա, փողը մեզ տվեք, գնացին, ասեցին երեկել, գնաց, երեկել առաջոր, ասեց, սա ինչ պատմական քայլ է, թե տարի քայլ է, տարավոր տարակազմի քայլ է, թե չգիտեմ, նույն բան այսինքն էլի։ Այս մարդկանց թուրքերը լավ գտել են ձևը։ Փող դուր, երկիրը այսպես, ինչ էին խոսում, բան, ինչից եկան տեսնել Վրաստանի։ Հաջորդ հարցը։ աղջիկներից չկան,
Եթե ախտեր չկան, մենք կրված Ատենա, խնդրեմ մի վարժան, հետո ասոտը դուք եք, ասին գալու։ Անի Մարգարյան, ուրեմն ես ուզում հարցնել Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների ճանաչած հարցեր կան, եւ արդյոք Վրաստանի նոր վարչակազմը փոփոխություն չկա քաղաքական ինչ-որ ազդեցություն կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների։ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները շատ էլի նախորդ հարցադրման բանի մեջ կար ասել, շատ դինամիկ զարգանում են, ադրբեջանցիները հիմա Իվանիշվիլին ֆոնդ է ստեղծել, բավականին մեծ ֆոնդ, անունը չենք մոռացա, պետական ֆոնդ է, որտեղ որ 6-7 կազմակերպություններ կան, մեկը ինքն է ներդնում, մոտ 20-25%, շատ մեծ փող է, մի քանի միլիարդ, քանի 100 միլիարդների մասին չեմ հիշում, բայց շատ մեծ եւ իր վրա լրջագույն ազդեցություն ունեցող բյուջե է այս ֆոնդը ձևավորում, Վրաստանի զարգացման ֆոնդը սա։ Այս ֆոնդի մեկ կարևոր ներդրող ադրբեջանական ընկերություն է, մեկը թուրքական, մեկը հրեական, մեկն էլ Իվանիշվիլին ինքն է, մեկն էլ կարծեմ վրացական է ինչ-որ, այսպես։ Իսկ Ադրբեջանը մի քանի ծծակներով ազդում է Վրաստանի ոլորտների վրա, հիմնականում տնտեսական լծակով գալիս է եւ ազդում է քաղաքական ոլորտի վրա։ 2011 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հանդիսացել է թիվ 1 հարկադուն Վրաստանում, ստեղծել է 7000 աշխատատեղեր, ամբողջ սիֆրա բաներով, այսպես եւ ենթակառուցվածքներ եւ այլն, այնտեղ Սոգարը, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը շատ մեծ ազդեցություն ունի։ Սա մեկ, մյուսը երկաթուղին, որը Ադրբեջանն է հիմնականում գրանտատու երկիրը հանդիսանում։ Այստեղով հանգույց է սարսափելի բան, ասում մեր շարժակազմերը ուղղակի չեն թողել անցնել որտեղով։ Այդտեղ խսկելու են ոնց որ հիմա Բաքու-Ջեհան-Թբիլիսի նավթամուն են վերահսկում, ուղղաթիռներ են անընդհատ անցնում դառնում, որովհետեւ դեռ չպայթեցնեն, չգիտեմ եւ այլն։ Այստեղով է նույն ձևի վերահսկողություն է լինելու, չգիտեմ, այնտեղ հազարումի ձևերով ուղղակի խառը վիճակ են ստեղծելու եւ շատ դժվար է լինելու մեզ անցնել դառնալ ուղղակի։ Անկամ կարող է այսպես կարանտին լինել, որ այդ պարկանովկայի մոտ ասելով ելնելով մեր երկաթգծի անվտանգությունից մենք պետք է ստուգենք ձեր բեռներ, օրինակ։ 1000 բան ձևերով միլիարդներ են որտեղ դրել եւ իրանք ասում են, այստեղով ոչ թե գնալու է բեռներ, շարժակազմեր, այլ քաղաքականություն է գնալու այստեղ։ Ադրբեջանը այս ձևով այնտեղ խնդիրներ կան մի քանի, բայց շրջանցում են դրանք։ Մեկը բնականաբար այս բանի տարածքում ապրող, այս շրջաններում ապրող ադրբեջանցիների խնդիրն է, որը որ շատ լուրջ է, բայց քանի որ ադրբեջանցիները ինչ իմաստով է լուրջ, ադրբեջանցիները այստեղ չեն պահանջում ինչ-որ գիր, գրականություն, շահույթ, ասենք, թե մեր երեխաները հայերեն դեպան ադրբեջաներեն, չգիտեմ, այստեղ բոլոր շրջաններում, օրինակ իմ աներցակ այսպես, կնոջը, եղբայրը ախալքալակում ասնագրային վարչության պետն է, ասում են ադրբեջանցիները որ ֆորում բան է լինում էլի, ասենք գործընկեր մարմելի բանի բան ոնց է հետաքրքիր էլի, բան, ասում այնտեղ չկա ադրբեջանցիներ։ Վրացի են, բոլորը վրացի են, այստեղ օրինակ մարմելի բան, Դմանիսի, Բորնիսի, որոնք համարյա 90-95%-ով ադրբեջանաբնակ շրջաններ են, այստեղ օրինակ Մարմելի շրջանը 74000 ադրբեջանցի ապրում, այս 46-րդ բանն է, որտեղ որ մենակ Սադախլո գյուղը, որ մեզ ծանոթ գյուղ է, այնտեղ գիտենք, որ շոր բան է, չէ, ժամանակին։ Սադախլո գյուղը մենակ 109,800 քանի 2002 թվականի տվյալներով ժողովուրդ ունի, բնակչություն ունի։ Համարյա ախալքալակ քաղաքի չափ բնակչություն կա այնտեղ։ Այս խնդիրն է մեկը, որը որ կա, այստեղ ինչ խնդիր կա։ Ասեց, այս խնդիրը չկա, այդ մշակույթ եւ այլն, այնտեղ ասում խոզերը բաները, ոչխարը որտեղ լավ արածեցին, այնտեղ բազմանում են ադրբեջանցիները։ Ուղղակի բազմանում են։ Մենք մի հատ հոլիվ գալիս է, մենք ասում ենք, ինչ պետք է անենք, ոնց որ Ղարաբաղում ժամանակին այդպես արեցին։ Մենք ինչ պետք է անենք, եկել 5 տարի հետո գնում ես, որ այս մարդը մեծ բան է սարքել, աուլ է սարքել արդեն։ Բան, այստեղ կա խնդիր, Վրաստանը սահմանափակում է մարդկանց աճը ադրբեջանցիների։ Ոնց է սահմանափակում, ժամանակին 90-ականների հողերը ամբողջ սեփականաշնորհվեցին պետական օխոզների հողերը։ Այս մարդկանց գյուղերը, որոնք պատկերացնում ես ադրբեջանցի բանին, ադրբեջանցում խաշնարած ժողով փող չտաս, ավտավար չտաս։ Ինչ կան ինքը, թողի կգնա։ Այդպես էլ եղավ 400,000 ադրբեջանցիներից
մոտ 200 քանի հազար է մնացել։ Կես չափով կրճատվել է սա մարդկանց թիվը։ Գնացել են Բաքու, Ադրբեջան, Ռուսաստան մեր չափով եւ այլն։ Տեղը եկել են վրացի ֆերմերները, արել ամբողջ ադրբեջանական պատկան նախկին հողերը, այսպես ասած, ու չի տալիս ուղղակի, այդ քաղաքականությունն է վարում։ Մեծ խնդիր կա այստեղ։ Միշտ ցույցեր են տեղի ունեցել, բռնումներ կան եւ այլն, բայց Վրաստանը, Ադրբեջանը աչք է փակում Վրաստանն էլ որոշ իմաստով, քանի որ այնտեղ միլիարդների բան կա։ Մի խնդիրներ կա, ասեմ ավարտեմ, Դավիթ Կարեջի վանական համալիրի հարցն է, որ միշտ վեճի առարկա է, պատկանելության հարցով, այնտեղ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վրացի հոգևորականներին, բանին, այլ կողտավորներին այցելելու եւ այլն, այստեղ սահմանագծման լուրջ խնդիր, հա մի խնդիր կա, անշուշտ սա Ադրբեջանի հյուսիսում ներկա ապրող ինգիլոյների սրանք վրացախոս ժողովուրդներ են եղել, որոնց Ադրբեջանը նույն ձևի ադրբեջանականացնում է, բանը դրել է սահմանային, ասենք միշտ գրքեր են տանում, ասենք ինչ-որ ակցիաներ, NGO-ներ ասենք տանում են ինչ-որ որոշ հումանիտար օգնություններ, սահմանին ադրբեջանցիները հետ են ուղարկում, արգելակում են։ Ու վրացական բաները ինչ ուզումներով խորհրդարանականներ ասում էին, բայց ինչ ցեղասպանություն է կատարվում, բայց ինչ բան եւ այլն, ես էլ այդ ժամանակ հենց գրքեր տանում էինք, չթողեցին, ասենք նմանը նմանին տանի, դու մի արա, քեզ չանեմ, լավ է շատ աստ, շատ տեղին է։ Գավառային ցեղապահպան սխեման երևի ազգային պետությունն է, կամ ազգային պետությանը միանալ է Ջավախքի վերաբերյալ, չեք կարծում, որ եթե Վրաստանը ինչ-որ տեղ կոնֆեդերատիվ դառնա, Ջավախքը ձեռք բերի ինքնավար մարզի կամ հանրապետություն կարգավիճակ, մենք չենք ձեռք բերի հյուսիսից ևս մի թուրքական պետություն, ասենք Բորշալու թուրքերի մասին է խոսքը։ Ես պաշտոնական հրապարակային բան շատ բան չեմ կարող ասել, անպայման միասներ շատ են շոշափում, ես զերծ եմ մնում այդպիսի բաներից, քանի որ ես իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս։ Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ուրեմն դա Վրաստանի օրակարգում միշտ կա, միշտ ֆեդերացիայի հարցը, այնտեղ անգամ սահմանադրության մեջ կա, որ հիմա Վրաստանը ինքը ոչ մի բան չի, ուղղակի Վրաստանը, ընդհանրենք մասում Հայաստանի Հանրապետություն, չէ՞, կամ Ռուսաստանի Դաշնություն, կամ չգիտեմ, բրիտանական թագավորություն, չէ՞, հիմա Վրաստանն ինչ է, ով կարող ասել, Վրաստանն ինչ է։ Ոչ մի բան չի, ճիշտ է շատ, որովհետև ոչ թե ոչ մի բան չէ, սահմանադրության մեջ հստակ նշված է, որ Վրաստանի Վրաստան, այսպես ուղղակի, ոչ թե Հանրապետություն Դաշնություն չկա, բայց Վրաստանի սահմաններ երկրորդը երրորդ կետը սահմանադրության ասում է, որ տարածքային Վրաստանի կառուցվածքի մասին հարցը կորոշվի աբխազիական եւ օսական հարցի կարգավորումից հետո։ Թե երբ կարգավորի կարող այսպես մի 100 տարի գնա Վրաստանը այսպես անորոշ վիճակում լինի, բայց օրակարգի հաստ միշտ արտգործնախարարությունը եւ այլն ունեն, որ ֆեդերացիան հետաքրքիր մոդել է, մենք ցանկանում ենք կիրառել, Եվրոպայի աշխին թոս քիչելու եւ այլն, բայց մինչեւ ֆեդերացիա դառնալը իրենք ձգտում են առավելագույն թափով իրականացնել մոնոէթնիզացման քաղաքականություն վրացականացնել։ Իսկ կարող ֆեդերալիզացիայի հիմա կարիք էլ չլինի։ Բայց իսկ մուսուլման բանի, ադրբեջանի բանի, Բորչալուի իմաստով համաձայն եմ, որ վտանգ կա իրոք եւ շատ մեծ վտանգ կա, որ եթե ինքնավար միավորի բան ձեռք բերի, մենք լրջագույն խնդիր կունենանք։ Այստեղ արդեն պետք է մենք չենք կարող ասենք, չենք կարող մարդկանցենք մի նորոշվեք։ Ինչ պետք է անենք։ Պետք է ուղղակիորեն, չէ, այլընտրանքային, այսինքն մենք հիմա մարմնելով ենք բերում մեր ֆերմերը շարժակազմերը, պետք է ապահովենք ամեն ինչ անենք, որ Ջավախքում հայկական լինի եւ չկտրի այդ օղակը, բան չանի կամ ոչ թե այդ օղակը մենք այդ օղակը չենք կարող, հիմա չենք կարող ասենք Կարսախալթալավի ներդրումներ մի արա, այնտեղ մի բան սարքի։ Չենք կարող ասենք, ուրիշ երկրի տարածքը չգիտեմ, մենք ինչ պետք է անենք, մեր նամանավան դες մեր բան իշխանություններ են, նվիրյալ ազգային այսպես բան, այսպես որ առավոտիցինիկում մտածում են այս պետության մասին, չէ՞։ Այս մարդիկ չեն կարող ասել, էլի։ Մենք պետք է ուղղակիորեն Ջավախքում հայկականություն ապահովենք, որպեսզի վաղուց որ ասենք քարով չխփեն։ Բանով եմ ասում, բայց էս է բանը մեր ճանապարհը։ Գիտեք, ժամանինն է, ինչպես մի ժամանին մենք ավարտում ենք, բայց պայմանով ովքեր որ ուզեն եւս 15-20 րոպե մնալ եւ հարցեր տան, կարող են մնալ։ Մենք հիմա 1-2 րոպե ընդմիջում գտանք, որ գնացողները գնան, մնացողները մնան։